Եթե գիշերը արթնանում եք զուգարան գնալու համար, դա շագանակագեղձը չէ։ Եթե արթնանում եք մտքերով, դա սթրեսը չէ։ Եթե արթնանում եք նույն ժամին, դա բիոռիթմերը չեն։ 30 տարվա պրակտիկայի ընթացքում ես հասկացել եմ, որ իմ պացիենտների 10-ից 9-ի մոտ պատճառը մեկն է, եւ այն այնքան պարզ է, որ դուք ինձ չեք հավատա։ Իմ անունը Արմեն Ավետիսյան է։ Ես 55 տարեկան եմ, բժիշկ եմ։ 30 տարի ես նայում եմ մարդկանց, ովքեր գալիս են ինձ մոտ միևնույն գանգատով։ Բժիշկ, ես չեմ քնում։ Բժիշկ, ես արթնանում եմ գիշերը ժամը 3-ին եւ վերջ, քունս բոլորովին չի տանում։ Բժիշկ, ես արդեն ամեն ինչ փորձել եմ։ Եվ գիտեք ինչ եմ ես տեսնում։ Ես տեսնում եմ, թե ինչպես են խելացի, հասուն մարդիկ տարիներով ապրում մի խնդրի հետ, որը լուծվում է մեկ շաբաթում։ Ոչ մեկ ամսում, ոչ մեկ տարում, այլ մեկ շաբաթում։ Բայց նրանք դա չեն լուծում։ Ինչու՞։ Որովհետև նրանց ներշնչել են 3 մեծ սուտ քնի մասին։ Եվ այսօր ես կոչնչացնեմ այդ 3 ստերը, իսկ հետո կտամ ձեզ այն, ինչն իրականում աշխատում է։ Բայց սկզբում եկեք հասկանանք, ինչու եք դուք ընդհանրապես հայտնվել այստեղ, ինչու եք դիտում այս տեսանյութը։ Ամենայն հավանականությամբ դուք 50-ն անց եք, գուցե 60-ն անց, եւ հոգու խորքում արդեն համակերպվել եք։ Դե տարիք է ինչ արած, բոլորի մոտ է այդպես։ Ահա սրանից էլ կսկսենք։ Սուտ համար 1. 50-ից հետո վատ քունը նորմալ է։ Ոչ, դա նորմալ չէ, դա տարածված է։ Բայց նորմալը եւ տարածվածը տարբեր բաներ են։ Գիտեք էլ ինչն է տարածված։ Կարիեսը, ավելորդ քաշը, բարձր ճնշումը։ Դա չի նշանակում, որ այդպես էլ պետք է լինի։ Եկեք ես ձեզ մի բան ցույց տամ թվերով։ 2019 թվականին մեծ հետազոտություն են անցկացրել։ Նայել են մարդկանց, ովքեր 70 տարեկանում քնում են ամուր, առանց արթնանալու 7-8 ժամ։ Այդպիսի մարդիկ կան։ Նրանք ոչ 1% են, ոչ էլ 2%։ Նրանք գրեթե 25% են։ Յուրաքանչյուր 4-րդ 70-ամյա մարդը քնում է այնպես, ինչպես 30 տարեկանում։ Ինչով են նրանք տարբերվում մյուսներից։ Գենետիկան մասամբ է դեր խաղում, բայց միայն 15%-ով։ Մնացած 85%-ը կենսակերպն է եւ կոնկրետ սովորությունները։ Ես ձեզ ավելին ասեմ։ Ես ունեմ մի պացիենտ, նա 73 տարեկան է, նախկին ինժեներ, ինձ մոտ եկավ 4 տարի առաջ, ասում է. բժիշկ, ես քնում եմ 4 ժամ, արթնանում եմ 5 անգամ, առավոտյան ջարդված եմ լինում, ապրել չեմ ուզում։ Հիմա այդ մարդը քնում է 7 ժամ, արթնանում է 1 անգամ, զուգարան գնալու, այն էլ ոչ ամեն գիշեր։ Ինչ փոխվեց։ Նա երիտասարդացավ։ Նրան 20-ամյա տղայի ուղիղ փոխպատվաստեցին։ Ոչ, նա ուղղեց 1 սխալ, ընդամենը 1-ը, եւ ես ձեզ կպատմեմ դրա մասին, բայց ավելի ուշ, որովհետև սկզբում պետք է քանդել եւս 2 սուտ, այլապես դուք չեք հավատա լուծմանը։ Սուտ համար 2. Արթնանում եմ զուգարանի համար, նշանակում է խնդիր կամ իզապարկի կամ շագանակագեղձի հետ։ Սա իմ սիրելին է, որովհետև այստեղ ամեն ինչ հակառակն է։ Հիշեք այս արտահայտությունը, գրի առեք, եթե պետք է։ Դուք արթնանում եք ոչ թե այն պատճառով, որ ուզում եք զուգարան։ Դուք ուզում եք զուգարան, որովհետև արթնացել եք։ Տարօրինակ է հնչում։ Հիմա կբացատրեմ։ Երբ դուք քնած եք խորը քնով, ձեր ուղեղը արգելափակում է ազդանշանները միզապարկից։ Դա նորմալ մեխանիզմ է։ Դրա համար առողջ մարդը կարող է քնել 8 ժամ եւ չարթնանալ, թեև միզապարկը առավոտյան լիքն է լինում։ Իսկ հիմա ինչ է տեղի ունենում, երբ քունը խանգարված է։ Դուք ինչ-ինչ պատճառներով դուրս եք գալիս խորը փուլից, ուղեղը արթնանում է, եւ այդ պահին այն սկսում է լսել ազդանշանները, որոնք նախկինում արգելափակում էր։ Ու միզապարկը լցված է, պետք է վեր կենալ։ Դուք վեր եք կենում, գնում զուգարան, վերադառնում եւ մտածում. դե հա, էլի շագանակագեղձն է կամ միզապարկ սեթույր, պետք է գնալ ուրոլոգի մոտ։ Գնում եք ուրոլոգի մոտ, նա նայում է, ասում է. դե, տարիքային փոփոխություններ են, խմեք սա։ Դուք խմում եք, չի օգնում, որովհետև խնդիրն այդտեղ չէ։ Խնդիրն այն է, թե ինչու դուք դուրս եկաք խորը քնից։ Ահա թե որտեղ է թավված շան գլուխը։ Եվ ես առայժմ չեմ ասի, թե ինչու է դա տեղի ունենում։ Հատուկ չեմ ասի, որովհետև եթե հիմա ասեմ, դուք չեք հասկանա մասշտաբը, կմտածեք, այ ինչ որ անհեթեթություն է, եւ կփակեք տեսանյութը։ Դրա համար համբերություն, մենք դրան կհասնենք։ Բայց սկզբում 3-րդ սուտը, սուտ համար 3, չեմ կարողանում քնել, նշանակում է պետք է թուլանալ, վալերիանա խմել, մեդիտացիա անել, ու ինչքան մարդիկ են սպանել իրենց քունը այս խորհրդով։ Թուլացիր, մի մտածիր վատի մասին։ Անանուխով թեյ խմիր, բնության ձայներ լսիր։ Աշխատում է։ Ոմանց մոտ, այո, 1 շաբաթով, գուցե 2,
իսկ հետո ամեն ինչ վերադառնում է։ Ինչու՞։ Որովհետև դուք բուժում եք ախտանիշը, ոչ թե պատճառը։ Դա նույնն է, թե ձեր ատամը ցավեր, խոռոչ լիներ, իսկ դուք ամեն օր ցավազրկող խմեիք։ Ցավն անցնում է, խոռոչը մեծանում է, մի օր էլ ատամը քանդվում է։ Քնի հետ նույնն է։ Դուք կարող եք թուլանալ, մեդիտացիա անել, դույլերով մագնեզիում խմել, բայց եթե չեք վերացրել այն սխալը, որի մասին ես խոսում եմ, ոչինչ չի փոխվի։ Եվ ահա հիմա ես կասեմ մի բան, որը ձեզ հնարավոր է կբարկացնի։ Այդ սխալը մի բան է, որը դուք անում եք ամեն օր։ Հնարավոր է օրական մի քանի անգամ։ Դուք անում եք դա, որովհետև բոլորն են այդպես անում։ Որովհետև ձեզ ասել են, որ դա օգտակար է կամ նորմալ, կամ անխուսափելի, եւ ես դեռ չեմ ասի, թե դա ինչ է։ Տվեք ինձ ձեր ժամանակից 20 րոպե։ Հաջորդ մասերում ես ցույց կտամ ձեզ, թե ինչպես է աշխատում ձեր մարմինը գիշերը, ինչ է տեղի ունենում ժամը 3-ին։ Ինչու հենց 3-ին, այլ ոչ թե 2-ին կամ 4-ին։ Ինչու բժիշկները ձեզ չեն ասում ճշմարտությունը։ Ոչ թե որ թաքցնում են, այլ որովհետև իրենք էլ չգիտեն։ Եվ հետո ես կտամ ձեզ արձանագրությունը, պրոտոկոլը։ 3 տար, 0 դրամ, օրական 5 րոպե։ Իմ պացիենտների մոտ այս արձանագրությունն աշխատում է 100-ից 92 դեպքում։ Ոչ թե որովհետև ես անճար եմ, այլ որովհետև այն հիմնված է նրա վրա, թե ինչպես է իրականում կառուցված ձեր մարմինը, այլ ոչ թե համացանցի առասպելների վրա։ Բայց որպեսզի դուք հասկանաք, թե ինչու է արձանագրությունն աշխատում, պետք է սկզբում հասկանալ, թե ինչ է կատարվում ձեր ներսում ամեն գիշեր։ Դա մեքենայի պես է, որպեսզի վերանորոգեք, պետք է իմանաք, որտեղ է շարժիչը, որտեղ են արգելակները, որտեղ է բենզաբաքը։ Այլապես բենզինը կլցնեք ապակի լվացող հեղուկի բաքի մեջ եւ կզարմանաք, թե ինչու չի գնում։ Դրա համար հաջորդ մասը էքսկուրսիա է դեպի ձեր մարմնի ներսը։ Ես ցույց կտամ, թե ինչ է կատարվում ձեզ հետ այն պահից, երբ դուք փակեցիք աչքերը, մինչև այն պահը, երբ զանգում է զարթուցիչը, եւ դուք կտեսնեք, որ այնտեղ, ներսում, գիշերը ժամը 3-ին տեղի է ունենում մեկ կրիտիկական բան։ Եվ եթե դուք այն բաց թողեցիք վերջ, քունը կոտրված է։ Ահա թե ինչու եք դուք արթնանում, ահա թե ինչու եք նայում առաստաղին։ Ահա թե ինչու առավոտյան ձեզ զգում եք այնպես, ասես ձեր վրայով բեռնատար է անցել։ Պատրաստ եք։ Դե ուրեմն գնացինք առաջ։ Այսպիսով, մենք մաքրեցինք աղբը գլխից։ 3 առասպել, աղբար կղը։ Հիմա եկեք հասկանանք, թե ինչպես է ամեն ինչ կառուցված իրականում։ Ես հիմա ցույց կտամ ձեր մարմինը ներսից, առանց բարդ տերմինների, առանց բժշկական ձանձրալիության, պարզ եւ հասկանալի, այնպես որ դուք վերջապես հասկանաք, թե ինչու եք արթնանում եւ ինչու այն ամենը, ինչ փորձել եք նախկինում, չի աշխատել։ Պատկերացրեք, որ ձեր քունը լվացքի մեքենա է։ Կա ծրագիր, այն բաղկացած է փուլերից։ Սկզբում թռչում է, հետո լվանում, հետո պարզաջրում, հետո քամում։ Եթե դուք անջատեք մեքենան վարդակից կեսից, ինչ կստացվի։ Թաց, օճառոտ սպիտակեղեն, չլվացված, չքամված, աղետ։ Այ ձեր գիշերային քունը նույնպես ծրագիր է, եւ այն նույնպես բաղկացած է փուլերից։ Այդ փուլերը կոչվում են ֆազաներ։ Դրանք մի քանիսն են, եւ յուրաքանչյուրն իր գործն է անում։ Եթե ծրագիրն ընդհատվում է, դուք արթնանում եք որպես թաց օճառոտ սպիտակեղեն։ Իմաստն այն է, որ ջարդված, հոգնած, ծանր գլխով։ Եկեք անցնենք այդ ծրագրով քայլ առ քայլ, եւ դուք կտեսնեք, թե որտեղ է մարդկանց մեծամասնության մոտ տեղի ունենում խափանումը։ Դուք պառկեցիք, փակեցիք աչքերը։ Ինչ է տեղի ունենում։ Առաջին 5-15 րոպեն քուն մտնելն է, անցում է իմփուլ։ Մարմինը դեռ չի քնել, բայց արդեն արթուն չէ։ Մկանները թուլանում են, երբեմն դուք ցնցվում եք, դա նորմալ է։ Ուղեղը ստուգում է, ամեն ինչ կարգին է։ Հետո թեթև քուն, սա մոտավորապես 20-30 րոպե է։ Դուք արդեն քնած եք, բայց ձեզ արթնացնելը հեշտ է։ Խշշոց, ճռռոց, լույս պատուհանից, եւ դուք նորից գիտակից վիճակում եք։ Իսկ հետո սկսվում է ամենակարևորը՝ խորը փուլ։ Ահա այստեղ ուշադրություն։ Սա ոսկի է, սա ադամանդ է, սա այն է, հանուն ինչի դուք ընդհանրապես պառկում եք անկողին։ Խորը քնի մեջ տեղի է ունենում հրաշք։ Մարմինը վերանորոգվում է, մկանները վերականգնվում են, իմունային համակարգը հրահանգներ է ստանում։ Ուղեղը մաքրվում է տոքսիններից, բառացիորեն։ Այնտեղ կա մաքրման համակարգ, այն աշխատում է միայն խորը քնի ժամանակ։ Եթե խորը քունը քիչ է, տոքսինները կուտակվում են։ Եվ դա, ի դեպ, դեմենցիայի գործոններից մեկն է, բայց դրա մասին հետո։ Խորը քունը ալիքներով է գալիս։ Առաջին ալիքը ամենաերկարն է,
Մոտավորապես 1-1.5 ժամ քնելուց հետո ընդմիջում, հետո նորից։ Առավոտյան կողմ խորը քուն գրեթե չկա։ Այն ամբողջությամբ գիշերվա առաջին կեսին է։ Ահա թե ինչու է այդքան կարևոր, թե ինչ է կատարվում քնելուց հետո առաջին 3-4 ժամվա ընթացքում։ Եթե այդ ժամանակ ինչ-որ բան այնպես չի գնում, դուք կորցնում եք խորը քնի հիմնական բաժինը, եւ առավոտյան երկար պարկերով դա չեք փոխհատուցի։ Գնացքը գնացել է։ Հիմա հաջորդ հարցը։ Իսկ ի՞նչն է կառավարում այս ամբողջ գործընթացը։ Ո՞վ է դիրիժորը, ո՞վ է որոշում, հիմա խորը քունը, իսկ հիմա արթնացիր։ Ձեր մարմնում պատերազմ է ընթանում։ Ամեն գիշեր 2 գեներալ, 2 հորմոն, մելատոնին եւ կորտիզոլ։ Մելատոնինը քնի գեներալն է։ Նա ասում է. քնել, 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 թուլացիր, անջատվիր, վերականգնվիր։ Կորտիզոլը արթնության գեներալն է։ Նա ասում է. վեր կաց, վտանգ, գործիր։ Կորտիզոլը ստրեսն է, էներգիան է, մարտական պատրաստվածությունն է։ Իդեալական աշխարհում նրանք աշխատում են հերթով։ Երեկոյան մելատոնինը բարձրանում է, կորտիզոլը ընկնում է։ Դուք քնում եք։ Գիշերը մելատոնինը պաշտպանություն է պահում, կորտիզոլը սուսուփուս նստած է։ Առավոտյան կողմ տեղափոխություն է կատարվում։ Կորտիզոլը սկսում է աճել, մելատոնինը նահանջում է։ Դուք արթնանում եք առույգ, թարմ, պատրաստ նոր օրվան։ Իդեալական աշխարհում, իսկ ձեր աշխարհում ինչ է կատարվում։ Կորտիզոլը չի ուզում հանգիստ նստել։ Նա վեր է թռչում կեսգիշերին, մտնում մելատոնինի տարածք եւ ուղեղ ազդանշան է ստանում։ Հեյ, վեր կաց, ինչ որ բան այն չէ, պետք է արթնանալ։ Դուք բացում եք աչքերը գիշերը ժամը 3-ին, կամ 4-ին, կամ 2:30-ին։ Բոլորի մոտ տարբեր է, բայց էությունը մեկն է։ Կորտիզոլը կրակեց ժամանակից շուտ։ Ինչու նա կրակեց։ Ինչը նրան արթնացրեց։ Ահա սա է առանցքային հարցը, եւ դրա պատասխանը ձեզ կզարմացնի, որովհետեւ պատճառը աշխատանքի սթրեսը չէ, ընտանեկան խնդիրները չեն, ոչ էլ քնելուց առաջ անհանգիստ մտքերը։ Դա ամենահետևանք է, իսկ պատճառը այն ֆիզիկական է, կոնկրետ, եւ ես ձեզ կասեմ այն, բայց մի փոքր ուշ։ Հիմա կարևոր է հասկանալ հետեւյալը. գիշերը ժամը 3-ը պատահական ժամ չէ։ Դա մի կետ է, երբ ձեր մարմինը ամենախուցելին է։ Ինչու հենց ժամը 3-ը։ Ինչու ոչ 2-ը, ոչ 5-ը։ Ես կպատասխանեմ այս հարցին մանրամասն, բայց հաջորդ մասում այնտեղ կլինի լյարդի մասին, արյան մեջ շաքարի մասին, մի բանի մասին, որը դուք անում եք ընթրիքին, եւ դուք կհասկանաք, ամեն ինչ կապված է, ամեն ինչ։ Իսկ առայժմ կպատմեմ ձեզ մի կնոջ մասին։ Նրա անունը Լուսինե Գրիգորյան է, 58 տարեկան, թոշակառու հաշվապահ։ Նա ինձ մոտ եկավ 1 տարի առաջ, ասաց. բժիշկ, ես նորմալ չեմ քնում արդեն մոտ 15 տարի, ամուսինս խրմփացնում է։ Մտածում էր նրա պատճառով է։ Տեղափոխվեց այլ սենյակ, չօգնեց։ Խմում էր վալերիանա, արյուծագի, մելաքսեն, չօգնեց։ Գնաց նյարդաբանի մոտ, քնաբեր տվեցին։ Օգնեց, բայց դրանով բանջարեղենի պես էր եւ վախենում էր սովորել։ Ես հարցրեցի նրան մի բան, ընդամենը մի հարց։ Նա պատասխանեց. ես ասացի, ահա ձեր խնդիրը։ Նա նայեց ինձ ֆելագարի պես, ասաց. դե լավ, դա բոլորն են անում։ Ես ասացի, բոլորն անում են, բոլորն էլ չեն քնում։ 1 ամիս անց Լուսինե Գրիգորյանը զանգահարեց ինձ, ասաց. բժիշկ, դուք կախարդ եք, ես քնում եմ մինչև առավոտ, առաջին անգամ 15 տարվա ընթացքում։ Ինչ հարցես նրան տվեցի, ինչ էր նա անում այդպիսի, ես կպատմեմ, բայց ոչ հիմա։ Հիմա կարևոր է, որ դուք հասկանաք մեխանիկան, որովհետև երբ ես ասեմ, դուք պետք է հասկանաք, թե ինչու է դա աշխատում, այլապես չեք հավատա, կամ սխալ կանեք, կամ կթողնեք 2 օրից։ Դրա համար եկեք նախ ավարտենք տեսությունը։ Հաջորդ մասում ես ցույց կտամ ձեզ այդ նույն սխալը։ Գլխավորը, միակը, այն, որը անում են 50-ից մարդկանց 10-ից 9։ Եվ գիտեք ինչ, երբ ես անվանում եմ այն իմ պացիենտներին, նրանց ռեակցիան նույնն է։ Սկզբում ժխտում, դե ոչ, դա իմ մասին չէ։ Հետո զայրույթ, դե ինչ կապ ունի դա ընդհանրապես։ Իսկ հետո գիտակցում, գրողը տանի, իսկապես։ Ձեզ մոտ էլ նույնը կլինի, ես ձեզ զգուշացրի։ Բայց մինչ այդ եւս մեկ կարևոր պահ։ Ինչու բժիշկները ձեզ չեն ասում դրա մասին։ Ինչու եք դուք գնում պոլիկլինիկաներ, անալիզներ հանձնում, դեղեր խմում։ Իսկ ձեզ ոչ ոք չի ասել այս պարզ բանի մասին։ Պատասխանը ձեզ կթխրեցնի, բայց դուք պետք է իմանաք այն։ Գնացինք առաջ։ Այսպիսով, դուք իմացաք, թե ինչպես է աշխատում քունը, փուլերը, հորմոնները, մելատոնինի եւ կորտիզոլի պատերազմը։ Հիմա դուք հասկանում եք, որ գիշերը ժամը 3-ին արթնանալը պատահականություն չէ։
Դա կորտիզոլի կրակոց է անթույլատրելի ժամի։ Ինչն է սեղմում ձգանը։ Ես խոստացած ես նշել մեկ սխալ։ Ոչ թե 10 խորհուրդ, ոչ թե 3 էջանոց հանձնարարականների ցուցակ, այլ մեկ կոնկրետ բան, որը դուք անում եք պարբերաբար, գուցե ամեն օր։ Նախքան ես այն կնշեմ, ուզում եմ, որ դուք մի բան անեք։ Հիշեք երեկվա երեկոն։ Ինչ էիք անում ժամը 8-ից հետո, 9-ից հետո, քնելուց առաջ։ Հիշեցիք։ Պահեք դա մտքում, որովհետև հիմա ձեզանից շատերը կասեն. «Այ քեզ բան»։ Սխալ համարն եք, որը կոտրում է ձեր քունը, դա ուտելն է քնելուց առաջ։ Լիփակեք տեսանյութը։ Ես գիտեմ ինչ եք հիմա մտածում։ Դե հա, լսել ենք, չի կարելի ուտել գիշերը, կգիրանաս։ Սա քաշի մասին չէ։ Ընդհանրապես քաշի մասին չէ, սա բոլորովին այլ բանի մասին է։ Եվ ես չեմ խոսում այն մասին, որ դուք կեսգիշերին մի կտոր տորթ եք կերել։ Ես խոսում եմ նորմալ ընթրիքի մասին, երեկոյան ժամը 8-ին, կամ 9-ին, կամ նույնիսկ 7-ին, բայց որոշակի մթերքներ։ Դուք նստում եք ընթրելու։ Կոտլետ, կարտոֆիլ, հաց կամ փլավ, կամ մակարոն պանրով։ Նորմալ ուտելիք, ոչ ֆաստ ֆուդ, ոչ չիփսեր, տնական ուտելիք։ Դուք ուտում եք, ձեզ լավ եք զգում, կուշտ, ջերմ, հարմարավետ։ 2 ժամ անց պարկում եք քնելու, քնում եք նորմալ, իսկ գիշերը ժամը 3-ին, բամ, աչքերը բաց են, քունը ձեռքով տարածի պես կորավ։ Կապը ուղիղ է, 100%-անոց։ Եվ հիմա ես կբացատրեմ, թե ինչպես է դա աշխատում։ Դրանից հետո դուք այլևս չեք կարողանա դա չտեսնել։ Նայեք ինչ է կատարվում ձեր ներսում։ Դուք կերաք, արյան մեջ անցավ գլյուկոզան։ Դա նորմալ է, այդպես էլ պետք է լինի։ Օրգանիզմը արտանետում է ինսուլին, որպեսզի այդ գլյուկոզան հեռացնի արյունից եւ բաշխի բջիջներին։ Նույնպես նորմալ է։ Բայց ահա թե ինչ բան է։ Եթե դուք կուշտ եք կերել, այն էլ ածխաջրեր, գլյուկոզան շատ է, ինսուլինը նույնպես շատ է։ Այն ակտիվ աշխատում է, քշում է շաքարը բջիջների մեջ, գլյուկոզայի մակարդակը արյան մեջ ընկնում է։ Եվ ահա դուք քնում եք 1 ժամ, 2, 3, գլյուկոզան շարունակում է կամաց ծախսվել։ Եվ ինչ որ պահի, սովորաբար ուտելուց 4-5 ժամ անց, այն ընկնում է հարմարավետ մակարդակից ցածր։ Ոչ կրիտիկական ցածր, բայց բավականաչափ, որպեսզի ուղեղը անհանգստանա։ Իսկ ձեր ուղեղը խուճապահար է։ Նա չի սպասի, մինչև դուք մեռնեք սովից։ Նա գոռում է. տագնապ, էներգիան քիչ է, պետք է մի բան անել։ Իսկ ով է մեզ մոտ պատասխանատու տագնապի համար։ Ճիշտ է, կորտիզոլը, արթնության գեներալը։ Ուղեղը հրաման է տալիս մակերիկաններին շտապ կորտիզոլ արտանետել։ Կորտիզոլը անում է իր գործը։ Նա բարձրացնում է շաքարը արյան մեջ, ներքին ռեզերվների հաշվին։ Վտանգն անցավ, բայց կա կողմնակի ազդեցություն։ Դուք արթնացաք, որովհետև կորտիզոլը արթնացման հորմոն է։ Նա չի կարողանում շաքարը բարձրացնել անաղմուկ։ Նա բարձրացնում է եւ արթնացնում։ Ահա ձեզ եւ գիշերվա ժամը 3-ը, ահա ձեզ եւ անքնությունը, ահա ձեզ եւ զուգարանը, որովհետեւ մեկ անգամ արթնացաք, ուղեղը անմիջապես լսեց միզապարկը։ Հիմա հաշվեք, ընտրել եք ժամը 8-ին, պարկել եք 11-ին։ 3 ժամ անցավ, գումարած 4-5 ժամ շաքարի անկումը, ստացվում է գիշերվա 3-4-ը, համընկնում է։ Ոմանց մոտ դա 2 ժամ է, ոմանց մոտ 4, կախված է նրանից, թե կոնկրետ ինչ եք կերել, ինչքան եւ ինչ արագությամբ է ձեր օրգանիզմը մշակում սնունդը, բայց մեխանիզմը նույնն է։ Եվ հիմա հարց, որը պետք է ձեզ տանջի, եթե դա այդքան պարզ է։ Եթե ուտելիքի եւ գիշերային արթնացումների կապը այսքան ուղիղ է, ինչու ձեզ դրա մասին ոչ ոք չի ասել։ Դուք գնացել եք թերապևտի մոտ։ Գնացել եք։ Ինչ են ասել։ Խմեք հանգստացնող, կամ դա տարիքից է, կամ անալիզներ հանձնեք վահանաձև գեղձի համար։ Գնացել եք նյարդաբանի մոտ։ Գնացել եք։ Ինչ են ասել։ Ահա ձեզ քնաբեր կամ հակադեպրեսանտ, կամ փորձեք կոգնիտիվ վարքային թերապիա։ Որևէ մեկը հարցրել է ձեզ, ժամը քանիսին եք ընտրում։ Ինչ եք ուտում ընթրիքին։ Ոչ, ինչու։ Ես ձեզ կասեմ ինչու։ Եվ դա ձեզ դուր չի գա։ Սա դավադրություն չէ, չար դիտավորություն չէ։ Սա համակարգ է, համակարգ, որը ստեղծված է ոչ թե նրա համար, որ ձեզ բուժի, այլ նրա համար, որ ձեզ սպասարկի։ Հաջորդ մասում ես կպատմեմ, թե ինչպես է կառուցված այդ համակարգը։ Ինչու պոլիկլինիկայի բժիշկը ֆիզիկապես չի կարող տալ ձեզ այդ խորհուրդը։ Ինչու է դեղագործական ընկերություններին ձեռանտու, որ դուք չիմանաք սննդի մասին, եւ ինչու նույնիսկ լավ, ազնիվ բժիշկները լռում են։ Սա կոնսպիրոլոգիա չէ, սա տնտեսություն է, մաքուր մաթեմատիկա։ Եվ երբ դուք դա հասկանաք, կդադարեք բարկանալ բժիշկների վրա։
բայց կսկսեք բարկանալ մեկ ուրիշի վրա։ Գնացինք։ Եկեք ես ձեզ պատմեմ պոլիկլինիկայի տևամասային թերապևտի սովորական օրվա մասին։ Ոչ մասնավոր կլինիկայի, այլ սովորական պետական պոլիկլինիկայի, այնտեղ, ուր գնում են մեծամասնությունը։ Առավոտյան ժամը 8-ն է, կաբինետի դիմաց հերթ է 20 մարդ, 30, երբեմն 40։ Բժիշկն ունի նորմատիվ 12 րոպե մեկ պացիենտի համար։ Որոշ շրջաններում 10, որոշ տեղերում 15, եթե բախտը բերել է 12 րոպե։ Այդ ընթացքում պետք է լսել գանգատները, նայել քարտը, զննում կատարել, ախտորոշում դնել, բուժում նշանակել, դեղատոմս գրել, լրացնել փաստաթղթերը համակարգչում։ 12 րոպե։ Հիմա պատկերացրեք, մտնում եք դուք, ասում եք, բժիշկ, վատ եմ քնում, արթնանում եմ գիշերը։ Ինչ պետք է անի բժիշկը լավ իմաստով։ Հարցուփորձ անի ձեզ մանրամասն։ Ժամը քանիսին եք պառկում, քանիսին եք արթնանում, ինչ եք ուտում, երբ եք ուտում, ինչքան սուրճ եք խմում։ Կա ստրես։ Ինչ դեղեր եք ընդունում։ Ֆրմփացնում է արդյոք ամուսինը կինը։ Ինչպիսի ջերմաստիճան է ննջասենյակում։ Սա նվազագույնը 20 րոպե խոսակցություն է։ Գումարած բացատրությունները, գումարած խորհուրդները։ Իսկ նա ունի 12 րոպե եւ դրան հետևում եւս 29 մարդ։ Ինչ է նա անում։ Նա դուրս է գրում քնաբեր կամ հանգստացնող կամ ուղեգիր նյարդաբանի մոտ։ Ոչ թե որովհետև վատն է, ոչ թե որովհետև հիմար է, այլ որովհետև համակարգը նրան ընտրություն չի թողնում։ Ես չեմ արդարացնում, ես բացատրում եմ։ Դրանք տարբեր բաներ են։ Հիմա եկեք փողերի մասին, որովհետև առանց փողերի ոչինչ չես հասկանա։ Ահա դուք եկաք բժշկի, դուք անքնություն ունեք։ Բժիշկն ասում է. մի կերեք քնելուց 4 ժամ առաջ, դուք գլխով եք անում, հեռանում եք։ Ինչքան փող աշխատեց համակարգը այդ այցելությունից։ Գրեթե 0։ Ընդունելությունը վճարված է ապահովագրական ֆոնդից, կոպեկներ։ Դեղատունը ոչինչ չվաճառեց։ Դեղագործական ընկերությունը ոչինչ չաշխատեց։ Իսկ հիմա այլ սցենար։ Բժիշկը դուրս է գրում ձեզ քնաբեր։ Դուք գնում եք դեղատուն։ Գնում եք 3000 դրամ, 5000, 10000, 1 ամիս անց, նորից, 2 ամիս անց նորից։ Զուգահեռ ինչ-որ բան լյարդի համար, որովհետև քնաբերը այն վնասում է, եւս 5000։ Հետո հակադեպրեսանտ, որովհետև քրոնիկ անքնությունից դեպրեսիա է առաջանում, եւս 10000։ Հետո սրտաբան, որովհետև ճնշումը տատանվում է։ Եվս անալիզներ, եւս հաբեր, ինչքան փող աշխատեց համակարգը, հաշվեք ինքներդ։ Ես չեմ ասում, թե կա ինչ-որ չարագործ, որը նստած մտածում է. այ, ինչպես մենք խաբենք այս թոշակառուին եւ դեղեր վաճառենք։ Ոչ, ամեն ինչ ավելի պարզ է եւ ավելի սարսափելի։ Համակարգը կառուցված է այնպես, որ բուժելը ավելի շահավետ է, քան առողջացնելը։ Հիվանդությունը պահպանելը ավելի շահավետ է, քան պատճառը վերացնելը։ Դեղագործական ընկերությունները միլիարդներ են ծախսում քնաբերների հետազոտության, գովազդի, բժիշկների շրջանում առաջխաղացման վրա։ Դուք կարծում եք նրանք փող կծախսեն ընթրիքի եւ անքնության կապի հետազոտության վրա։ Ինչի համար, որպեսզի մարդիկ դադարեն գնել իրենց տեղերը։ Սա դավադրություն չէ, սա կապիտալիզմ է, մաքուր տնտեսություն։ Ոչ ոք ոչ մեկին հատուկ չի խաբում։ Պարզապես յուրաքանչյուրը անում է այն, ինչ իրեն ձեռնտու է։ Իսկ դուժողը դուք եք։ Ես ձեզ կպատմեմ մի պատմություն իմ մասին։ 15 տարի առաջ ես աշխատում էի մի կլինիկայում։ Լավ կլինիկա էր, մասնավոր թանկ, պատկառելի պացիենտներ, պատկառելի աշխատավարձեր։ Եվ ահա գալիս է ինձ մոտ մի կին, մոտ 60 տարեկան, գանգատվում է անքնությունից։ Դասական դեպք։ Արթնանում է գիշերը 3-4-ին, հետո չի կարողանում քնել։ Ես նրա հետ խոսեցի, պարզեցի, որ նա ընտրում է երեկոյան ժամը 9-ին, կուշտ։ Սիրում է շիլաներ, հաց, քաղցրավենի կաղանդերի համար։ Պառկում է 11-ին։ Ես նրան ասացի. փորձեք 2 շաբաթ ընտրել ժամը 6-ին։ Թեթև ընթրիք, սպիտակուց եւ բանջարեղեն։ Ոչ մի շիլա, հաց, քաղցր երեկոյան։ Եթե ուզում եք, կերեք դա ճաշին։ Նա փորձեց։ 2 շաբաթ անց եկավ, փայլում է, ասում է. բժիշկ, ես քնում եմ։ Առաջին անգամ տարիների ընթացքում նորմալ քնում եմ։ Ես ուրախ էի, իսկ հետո ինձ կանչեց գլխավոր բժիշկը։ Գիտեք ինչ նա ինձ ասաց։ Նա ասաց. Արմեն, դու լավ բժիշկ ես, բայց դու չես հասկանում ինչպես է աշխատում բիզնեսը։ Այդ կինը պետք է գար մեզ մոտ ամեն ամիս, գներ դեղամիջոցներ, հանձներ անալիզներ, իսկ դու նրան բուժեցիր մեկ այցելությամբ, այլևս նա չի գա։ Ես հարցրեցի. եւ ինչ, ես պետք է չբուժեի։ Նա ասաց. պետք էր բուժել ճիշտ, համակարգային, կոմպլեքս։
Ես ազատվեցի աշխատանքից 3 ամիս անց, բացեցի իմ կաբինետը, սկսեցի աշխատել այլ կերպ։ Ես պատմում եմ սա ոչ նրա համար, որ դուք ինձ գովեք։ Ես պատմում եմ, որպեսզի դուք հասկանաք։ Համակարգն այսպիսին է, եւ բժիշկները դրա ներսում պատանդ են։ Լավ բժիշկը վատ համակարգում կամ կոտրվում է, կամ հեռանում է, կամ այրվում։ Այնպես որ, ինչ անել այս գիտելիքի հետ։ Առաջինը չբարկանար բժիշկների վրա։ Նրանց մեծ մասը նորմալ մարդիկ են, ովքեր ուզում են օգնել։ Պարզապես նրանք սեղմված են շրջանակների մեջ, որոնցից դուրս թռչել չեն կարող։ Երկրորդ, վերցնել պատասխանատվությունը ձեզ վրա։ Ոչ ոք չի գա եւ չի բուժի ձեր քունը։ Ոչ մի հապ չի վերացնի պատճառը։ Դուք պետք է ինքներդ հասկանաք, ինչ է կատարվում։ Ինքներդ մտցնեք փոփոխություններ, ինքներդ հետևեք արդյունքին։ Երրորդ, ստանալ ճիշտ տեղեկատվություն։ Ահա դրա համար եք դուք այստեղ։ Ահա դրա համար եմ ես ձայնագրում այս տեսանյութը։ Մենք պարզեցինք գլխավոր սխալը։ Մենք հասկացանք, թե ինչու են բժիշկները լռում։ Հիմա ժամանակն է գնալ ավելի խորը։ Հիշում եք, ես խոսում էի գիշերը ժամը 3-ի մասին։ Նրա մասին, որ դա պատահական ժամ չէ, ես խոստացա բացատրել մանրամասն։ Հաջորդ մասում կբացատրեմ, ցույց կտամ, թե ինչ է կատարվում ձեր մարմնում ըստ ժամերի, ինչու է լյարդը ազդում քնի վրա։ Ինչու է ժամը 3-ը բեկումնային կետ եւ ինչ անել այդ ամենի հետ։ Այնտեղ կլինի կարևոր տեղեկատվություն, առանց դրա արձանագրությունը չի աշխատի, որովհետև դուք կանեք ճիշտ բաներ սխալ ժամանակ, իսկ դա գրեթե նույնն է, ինչ ոչինչ չանելը։ Գնացինք բարձելու։ Գիշերը ժամը 3-ը, +- կես ժամ։ Հենց այդ ժամանակ մարդկանց մեծամասնությունը բացում է աչքերը եւ նայում առաստաղին։ Զուգադիպություն։ Ոչ, դա զուգադիպություն չէ, դա կենսաբանություն է։ Ձեր մարմինը աշխատում է գրաֆիկով, խիստ գրաֆիկով, եւ գիշերը ժամը 3-ին տեղի է ունենում մի կարևոր բան։ Պատկերացրեք, որ ձեր օրգանիզմը գործարան է։ Մեծ գործարան, որը աշխատում է շուրջօրյա։ Ցերեկը մի արտադրամասերն են, գիշերը մյուսները։ Յուրաքանչյուր արտադրամաս ունի առավելագույն ծանրաբեռնվածության իր ժամանակը։ Ամենաակտիվն աշխատում է առավոտյան, դրա համար ինֆարկտները ավելի հաճախ պատահում են առավոտյան 6-ից 10-ի միջակայքում։ Ցերեկը դրա համար ճաշը ավելի լավ է յուրացվում, քան ընթրիքը։ Երիկամները երեկոյան դրա համար այտուցները սովորաբար հայտնվում են գիշերը։ Իսկ ինչ է աշխատում գիշերը ժամը 3-ին, որ արտադրամասը, լյարդը, այո, լյարդը, այն նույն օրգանը, որի մասին դուք մտածում եք միայն այս ժամանակ, երբ ալկոհոլ եք խմում կամ երբ անալիզ եք անցնում բիլիռուբինի համար։ Բայց լյարդը միայն ալկոհոլի մասին չէ։ Լյարդը ձեր գլխավոր գիշերային աշխատողն է։ Եվ եթե այն գերծանրաբեռնված է, դուք արթնանում եք ճիշտ ժամը 3-ին, ինչպես զարթուցիչով։ Հիմա կբացատրեմ ինչու։ Ինչ է անում լյարդը գիշերը։ Այն վերամշակում է այն ամենը, ինչ դուք կերել եք օրվա ընթացքում։ Տեսակավորում է, ֆիլտրում, ինչ որ բան ուղարկում պահուստ, ինչ որ բան չեզոքացնում, ինչ որ բան պատրաստում դուրսբերման։ Պլյուս լյարդը կարգավորում է շաքարի մակարդակը արյան մեջ։ Հիշում եք, ես պատմում էի գլյուկոզայի եւ կորտիզոլի մասին։ Այ լյարդը այստեղ առանցքային խաղացող է։ Այն պահում է գլյուկոզայի պաշարը գլիկոգենի տեսքով։ Եվ երբ շաքարը արյան մեջ ընկնում է, լյարդը հանում է պաշարներից եւ նետում արյան մեջ։ Հանգիստ, կոկիկ, առանց կորտիզոլի, եթե լյարդը աշխատում է նորմալ։ Իսկ եթե դուք այն գերծանրաբեռնել եք ուշ ընթրիքով, եթե այն ամբողջ երեկո եւ կեսգիշեր զբաղված է եղել ձեր կոտլետի եւ կարտոֆիլի մարսմամբ, այդ ժամանակ ժամը 3-ին, երբ պետք է հանել գլյուկոզայի պաշարները, այն չի հասցնում, այն զբաղված է ուրիշ բանով կամ արդեն հոգնել է։ Եվ այդ ժամանակ ուղեղը օգնության է կանչում կորտիզոլին։ Պլան B, վթարային ռեժիմ, կորտիզոլը բարձրացնում է շաքարը, բայց արթնացնում է ձեզ։ Կա եւս մեկ պահ։ Գիշերը ժամը 3 այն ժամանակն է, երբ լյարդը զբաղվում է դետոքսիկացիայով, արյան մաքրմամբ ամեն տեսակ աղբից։ Եթե դուք կերել եք ուշ, լյարդը պատրվում է երկու խնդրի միջև՝ մարսել ուտելիքը եւ մաքրել արյունը։ Այն չի հասցնում։ Տոքսինները կուտակվում են, ուղեղը ազդանշան է ստանում, ինչ որ բան այն չէ, արթնացիր։ Սա գիտեին դեռ հին չինացիները։ Ավանդական չինական բժշկության մեջ կա օրգանների ժամեր հասկացությունը։ Ժամը 1-ից մինչև 3-ը լյարդի ժամանակն է։ Եթե մարդը պարբերաբար արթնանում է այդ ժամանակ, խնդիրը լյարդի մեջ է։ Նրանց պետք չէին ժամանակակից հետազոտություններ։ Նրանք դիտարկել են հազարավոր տարիներ եւ տեսել օրինաչափություն։ Ժամանակակից գիտությունը դա հաստատել է։ Ցիրկադային ռիթմեր, այսպես է դա կոչվում գիտականորեն, յուրաքանչյուր օրգան ունի իր ակտիվության պիկը։ Լյարդը ժամը 1-ից 3-ը, թոքերը 3-ից 5-ը։
Դրա համար ասթմատիկները հաճախ արթնանում են առավոտյան կողմ։ Հաստավիքը 5-ից 7-ը։ Դրա համար առողջ մարդը ուզում է զուգարան մեծով հենց առավոտյան։ Ամեն ինչ կապված է, ամեն ինչ աշխատում է ժամերով։ Եվ եթե դուք կոտրում եք գրաֆիկը, մարմինը բողոքում է, իրեն հասանելի միակ միջոցով արթնացնելով ձեզ։ Հիմա ամենատհաճը արատավոր շրջանի մասին։ Ահա դուք արթնացաք ժամը 3-ին, պառկեցիք, տանջվեցիք, գուցե վեր կացաք զուգարան, գուցե ջուր խմեցիք, մի կերպ քնեցիք ժամը 5-ին, 7:00-ին զարթուցիչ, վեր կացաք ջարդված։ Օրն անցավ սուրճի եւ կամքի ուժի վրա։ Երեկոյան դուք հոգնած եք, մտածում եք, այսօր հաստատ կքնեմ, ուժ չկա, պառկում եք շուտ եւ նորից արթնանում եք ժամը 3-ին։ Ինչու՞։ Որովհետև անքնությունը ստրես է, իսկ ստրեսը կորտիզոլ է, իսկ կորտիզոլը վատ քուն է, փակ շրջան։ Նայեք ինչպես է դա աշխատում։ Դուք չքնեցիք, օրգանիզմը դա անցալում է որպես սպառնալիք, միացնում է գոյատևման ռեժիմը, բարձրացնում է կորտիզոլի բազային մակարդակը։ Դուք ամբողջ օրը մի փոքր լարված եք, մի փոքր գրգռված, մի փոքր տագնապային։ Երեկոյան կորտիզոլը պետք է ընկնի, որպեսզի դուք քնեք, բայց այն չի ընկնում, որովհետև բազային մակարդակը բարձր է։ Դուք քնում եք, բայց քունը մակերեսային է, խորը փուլը քիչ է, մարմինը չի վերականգնվում։ Գիշերը կորտիզոլը նորից կրակում է, դուք արթնանում եք։ Հիմա ոչ միայն շաքարի պատճառով, այլև այն պատճառով, որ նյարդային համակարգը լարված է։ Առավոտ, էլ ավելի քիչ ուժ, էլ ավելի շատ սուրճ, էլ ավելի բարձր կորտիզոլ եւ այսպես շարունակ։ Բարույրով դեպի ներքև։ Գիտեք, ինչի է դա հանգեցնում 1 տարի անց, 5 տարի անց, 10 անց։ Քրոնիկ հոգնածություն, ավելորդ քաշ, հատկապես փորի վրա, որովհետև կորտիզոլը ճարպը կուտակում է հենց այնտեղ։ Բարձր ճնշում, հիշողության հետ խնդիրներ, դյուրագրգռություն, դեպրեսիա, երկրորդ տիպի դիաբետի ռիսկ, սրտանոթային հիվանդությունների ռիսկ։ Այս ամենը վատ քնից է, ոչ տարիքից, ոչ գենետիկայից, այլ նրանից, որ դուք տարիներով քնում եք 4-5 ժամ խորը քնով, նախատեսված 7-8-ի փոխարեն։ Վախեցնում եմ, այո, հատուկ, որովհետև դա լուրջ է։ Դա պարզապես օй, չքնեցի, ոչինչ չէ։ Դա օրգանիզմի դանդաղ քայքայում է, քիչ-քիչ, ամեն գիշեր, բայց կա լավ լուր։ Այս շրջանը կարելի է կտրել, բարույրը կարելի է կանգնեցնել եւ պտտել հակառակ ուղղությամբ։ Ես տեսել եմ դա տասնյակ անգամներ։ Մարդիկ գալիս էին ինձ մոտ 5-10 տարվա վատ քնից հետո։ Մոխրագույն դեմքեր, մարած աչքեր, ոչ մի էներգիա։ 1 ամիս անց, այլ մարդիկ 3 ամիս անց, ասես երիտասարդացել են 10 տարով։ Սա կախարդանք չէ, սա հրաշք չէ, սա ճիշտ արձանագրություն է։ Հիշում եք, ես խոսում էի 3 տարի մասին, 0 դրամ, օրական 5 րոպե։ Հաջորդ մասում ես տալիս եմ առաջին տարը, ամենակարևորը, այն ինչից սկսվում է ամեն ինչ։ Այս տարը կապված է նրա հետ, ինչ մենք արդեն քննարկել ենք սննդի հետ, բայց ոչ այնքան պարզ, որքան ձեզ թվում է։ Սա պարզապես մի կերեկ գիշերը չէ։ Այնտեղ կան նրբություններ, ժամանակը, բաղադրությունը, հաջորդականությունը։ Եթե սխալ անեք չի աշխատի, կամ կաշխատի, բայց ոչ երկար։ Լուսինե Գրիգորյանը, հիշում եք նրան, ով չէր քնում 15 տարի, նա արեց հենց այս առաջին տարը, ճիշտ արեց, եւ 1 ամիս անց քնում էր մանկան պես։ Ուզում եք իմանալ, ինչ կոնկրետ նա արեց։ Գնացինք։ Արձանագրության առաջին տարը։ Գրի առեք կամ հիշեք։ Սա հիմքն է, սննդի պատուհան։ Քնելուց 4 ժամ առաջ ոչ մի սնունդ, պարզ է հնչում։ Հիմա կբարդացնեմ։ 4 ժամը նվազագույնն է։ 50-ն անց մարդկանց մեծամասնության համար ավելի լավ է 5, եթե ունեք ավելորդ քաշ կամ նախադիաբետ, 6։ Ինչու այսպիսի տարբերություն։ Որովհետև մարսողության արագությունը բոլորի մոտ տարբեր է։ Որքան մեծ է մարդը, այնքան դանդաղ է աշխատում ստամոքսը։ Որքան շատ է ավելորդ քաշը, այնքան վատ է զգայունությունը ինսուլինի նկատմամբ, այնքան երկար է տատանվում շաքարը։ Բայց 4 ժամը բազան է։ Մեկնարկային կետ, սկսեք 4-ից։ Եթե 1 շաբաթ անց արթնացումները մնացին, ավելացրեք 1 ժամ, եւս 1 շաբաթ անց, եւս 1 ժամ։ Գտեք ձեր պատուհանը։ Հիմա կարևոր պահ։ 4 ժամը սննդի վերջին կտորից մինչև այն պահն է, երբ դուք փակեցիք աչքերը։ Ոչ թե մինչև այն պահը, երբ պառկեցիք անկողին գիրք կարդալու։ Ոչ թե մինչև այն պահը, երբ գնացիք լոգանք ընդունելու։ Մինչև քնելու պահը։ Եթե դուք պառկում եք 11-ին եւ քնում եք 11:30-ին, սննդի վերջին ընդունումը պետք է լինի երեկոյան ժամը 7:30-ից ոչ ուշ։
Լուսինե Գրիգորյանը, ում մասին ես պատմում էի, նա ընթրում էր 9-ին, պառկում էր 11-ին, 2 ժամ։ Սա աղետալիորեն քիչ է։ Ես նրան ասացի, ընթրիքը ժամը 6-ին, առավելագույնը 6, 3:00-ին։ Նա սկզբում դիմադրում էր, ասում էր. «Դե, ինչպես ես կընտրեմ ժամը 6-ին։ Ես դեռ սոված չեմ»։ Ես ասացի. «Նշանակում է ճաշեք ավելի ուշ եւ ավելի կուշտ։ Վերափոխեք գրաֆիկը»։ Նա վերափոխեց եւ դուք գիտեք արդյունքը։ Հիմա կոնկրետ ինչ ուտել ընթրիքին։ Սա պակաս կարևոր չէ, քան ժամանակը։ Հիշեք երեկոյան սպիտակուց եւ բանջարեղեն։ Ոչ մի արագ ածխաջուր։ Ինչ են արագ ածխաջրերը։ Հարտոֆիլ, բրինձ, մակարոն, շիլաներ, քաղցրավենիք, մրգեր։ Այո, մրգեր նույնպես, հատկապես խաղող, բանան, մանգո։ Ինչու՞։ Որովհետև արագ ածխաջրերը շաքարի արագ բարձրացումն են, հետո արագ անկումը։ Հենց այն անկումը, որը արթնացնում է ձեզ գիշերը ժամը 3-ին։ Սպիտակուցը եւ բանջարեղենը դանդաղ էներգիա են։ Շաքարը բարձրանում է սահուն, պահպանվում է հավասար, ընկնում է աստիճանաբար, առանց թռիչքների, առանց կորտիզոլային արտանետումների։ Ինչ կարելի է երեկոյան։ Ձուկ, հավ, հնդկահավ, ձու, կաթնաշոր, բայց առանց շաքարի եւ մուրաբայի, ցանկացած բանջարեղեն, բացի կարտոֆիլից եւ ճակնդեղից, կանաչի, աղցաններ ձիթապտղի յուղով։ Ինչ չի կարելի։ Արդեն ասացի, հաց, կարտոֆիլ, բրինձ, մակարոն, քաղցր, մրգեր։ Կավելացնեմ, ոչ մի ալկոհոլ։ Գիտեմ, շատերը մտածում են. կխմեմ 1 գավաթ գինի, կթուլանամ, ավելի լավ կքնեմ։ Ոչ, ալկոհոլը օգնում է քնել, բայց սպանում է խորը քունը։ Դուք անջատվում եք արագ, բայց արթնանում եք 3-ին զգաստ, որովհետև ալկոհոլը նույնպես շաքար է։ Պլյուս այն լրացուցիչ ծանրաբեռնում է լյարդը։ Եվ էլի ոչ մի սուրճ եւ թունդ թեյ։ Ցերեկվա ժամը 2-ից հետո կոֆեինը մնում է օրգանիզմում 8-10 ժամ։ Խմեցիք սուրճ երեկոյան ժամը 5-ին, գիշերը ժամը առաջին այն դեռ աշխատում է։ Ամփոփում եմ առաջին տալը։ Վերջին սննդի ընդունումը քնելուց 4-5 ժամ առաջ։ Ընթրիքին սպիտակուց եւ բանջարեղեն։ Ոչ մի ածխաջուր, քաղցր, ալկոհոլ։ Սուրճ միայն մինչև ցերեկվա 2-ը։ Հիմա ձեզանից ինչ որ մեկը մտածում է. դե լավ, սա չափազանց պարզ է։ Հնարավոր չէ, որ դրանից կախված լինի քունը։ Հնարավորը ես տեսնում եմ դա ամեն շաբաթ եմ պրակտիկայում։ Ինչ որ մեկը մտածում է. իսկ եթե ես չքնեմ սոված, ստամոքսս կկրկռա, էլ ինչ քուն։ Պատասխանում եմ. առաջին 3-4 օրը այո, կարող է լինել դիսկոմֆորտ։ Մարմինը սովորել է սնունդ ստանալ քնելուց առաջ։ Այն կբողոքի, համբերեք։ 5-րդ օրը ստամոքսը կվերափոխվի։ 7-րդ օրը դուք կմոռանաք, որ երբևէ ուզում եք ուտել երեկոյան։ Իսկ ահա թե ինչ տեղի կունենա 7-րդ օրը։ Դուք կարթնանաք առավոտյան, կնայեք ժամացույցին եւ կհասկանաք, որ երկար ժամանակ անց առաջին անգամ քնել եք մինչև զարթուցիչը, առանց արթնացումների, կամ 1 կարճ անգամ զուգարանի համար, եւ անմիջապես հետո նորից քնել եք։ Սա երաշխիք չէ։ Բոլորի մոտ այդպես չէ։ Ոմանց մոտ արդյունքը գալիս է 2 շաբաթ անց, ոմանց մոտ 1 ամիս անց։ Կախված է նրանից, թե որքան խորն եք դուք փոսի մեջ։ Բայց 10-ից 9 մարդու մոտ առաջին տարը տալիս է նկատելի արդյունք առաջին 7-14 օրվա ընթացքում։ Ինչ որ մեկը մտածում է. իսկ ինչ, ես հիմա ամբողջ կյանքում պետք է այսպես սնվեմ։ Ոչ, երբ քունը կարգավորվի, կարելի է երբեմն շեղվել կանոնից։ Ծննդյան օր, տոն, հյուրեր։ Կերակ 9-ին, սարսափելի ոչինչ չկա։ 1 անգամ, բայց բազան 4 ժամ քնելուց առաջ պետք է դառնա ձեր նորմը։ Ոչ թե դիետը, ոչ թե սահմանափակում, այլ նորմ ինչպես ատամները լվանալ։ Եվ եւս մի բան։ Առաջին տարը այն ամենակարևորն է, բայց միակը չէ։ Եթե դուք անեք միայն այն, կլինի ավելի լավ, բայց ոչ իդեալական, որովհետև կան եւս 2 գործոններ, որոնք ազդում են քնի վրա, եւ դրանց մասին ես կպատմեմ առաջ։ Երկրորդ տարը այն կապված է նրա հետ, ինչ տեղի է ունենում ոչ թե ստամոքսում, այլ գլխում։ Ոչ, սա մեդիտացիա չէ, սա մեկ այլ բան է, անսպասելի եւ շատ պարզ։ Բայց մինչև երկրորդ տարին անցնելը, ես ձեզ մի խնդրանք ունեմ։ Եթե դուք դիտել եք մինչև այս պահը, նշանակում է ձեզ իսկապես կարևոր է քնի թեման։ Նշանակում է դուք նրանցից եք, ովքեր ուզում են հասկանալ, այլ ոչ թե պարզապես լսել եւ մոռանալ։ Արեք 2 բան։ Առաջինը գրեք մեկնաբանություններում, թե ժամը քանիսին եք սովորաբար ընտրում։ Պարզապես թիվը 7, 8, 9։
Ինձ համար կարևոր է հասկանալ, ինչ խնդրով են գալիս մարդիկ այս ալիք, եւ ձեզ օգտակար է ֆիքսել մեկնարկային կետը։ 1 ամիս անց կվերադառնաք, կնայեք ձեր մեկնաբանությանը եւ կտեսնեք, թե ինչպես է փոխվել կյանքը։ Երկրորդ, եթե դուք դեռ բաժանորդագրված չեք, բաժանորդագրվեք ալիքին։ Ես տեղադրում եմ այսպիսի տեսանյութեր պարբերաբար 50 անց առողջության մասին, առանց ջրի եւ առանց հրաշք հաբերի գովազդի, միայն այն, ինչ իրականում աշխատում է։ Եվ եթե դուք ունեք ծանոթներ, ընկերներ, ազգականներ, ովքեր գանգատվում են վատ քնից, ուղարկեք նրանց այս տեսանյութը, գուցե դա փոխի նրանց կյանքը։ Լուրջ, ես չեմ չափազանցնում։ Իսկ հիմա գնացինք առաջ։ Արձանագրության երկրորդ տարը եւ մի պացիենտի պատմություն, որը ցույց կտա, թե ինչու առանց այս տարի առաջինը աշխատում է միայն կիսով չափ։ Վարդան Պետրոսյան, 64 տարեկան, նախկին զինվորական, հետո պահակ գործարանում, ամուր տղամարդ նրանցից, ովքեր երբեք չեն բողոքում։ Ինձ մոտ եկավ ոչ ինքնական, կինն էր բերել, ասաց. բժիշկ, նա չի քնում արդեն 3 տարի, ես վախենում եմ, որ նա կմահանա։ Վարդան Պետրոսյանը նստած էր, նայում էր հատակին, ասում է. դե լավ, դատարկ բան է, իմ տարիքում բոլորն էլ քիչ են քնում։ Ես հարցրեցի. ժամը քանիսին եք արթնանում։ Նա ասում է. 2:00-ին, 3:00-ին։ Հետո պառկում եմ մինչև 6:00-ը։ Երբեմն քնում եմ, երբեմն ոչ։ Ես հարցրեցի ընթրիքի մասին։ Նա ասում է. ուտում եմ 7-ին, պառկում եմ 10-ին։ Նորմալ է կարծես։ 3 ժամ, լավ ասում եմ, ինչ եք ուտում։ Նա ինչպես բոլորը ապուր, հաց, շիլա, երբեմն կարտոֆիլ կոտլետով։ Լավ ասում եմ, փորձեք 2 շաբաթ ընտրել առանց հացի եւ շիլայի, միայն միս եւ բանջարեղեն։ Նա գլխով արեց, գնաց։ 2 շաբաթ անց զանգում է կինը, ասում է. բժիշկ, ավելի լավ է, բայց միևնույն է արթնանում է։ Ոչ թե 2-ին, այլ 4-ին, բայց արթնանում է։ Ես խնդրեցի նրանց գալ եւս 1 անգամ եւ տվեցի Վարդան Պետրոսյանին 1 հարց։ Հարց, որը փոխեց ամեն ինչ։ Ես հարցրեցի. ինչ եք դուք անում երեկոյան քնելուց առաջ։ Նա ասում է. դե, հեռուստացույց եմ նայում։ Նորություններ, հետո որևէ սերիալ մինչև ժամը 10-11, հետո պառկում եմ։ Եվ այստեղ ես հասկացա, որն է խնդիրը։ Ուտելիքը պատմության մի մասն էր, բայց ոչ ամբողջ պատմությունը։ Արձանագրության երկրորդ տարը, լուսային ռեժիմ։ Հիմա կբացատրեմ, թե ինչու է սա կարևոր եւ ինչու Վարդան Պետրոսյանի հեռուստացույցը կոտրում էր նրա քունը ոչ պակաս, քան ուշ կերած շիլան։ Հիշում եք մելատոնինը, քնի հորմոնը, գեներալը, որն ասում է մարմնին. ժամանակն է հանգստանալու։ Մելատոնինը արտադրվում է էպիֆիզում, կոնաձև գեղձում, փոքրիկ բան ուղեղի խորքում, եւ այն ունի մեկ առանձնահատկություն. այն արձագանքում է լույսին։ Երբ լուսավոր է, մելատոնին չի արտադրվում։ Երբ մութ է, սկսում է արտադրվել։ Սա հնագույն մեխանիզմ է, միլիոնավոր տարիների էվոլյուցիա։ Արևը մայր մտավ, ժամանակն է քնելու։ Արևը ծագեց, ժամանակն է վեր կենալու։ Բայց կա խնդիր, ձեր ուղեղը չի տարբերում արևի լույսը հեռուստացույցի էկրանից, կամ հեռախոսի էկրանից, կամ սենյակի վառ լամպից։ Էպիֆիզի համար լույսը լույս է, կապ չունի, արև է թե սմարթֆոն։ Լուսավոր է, նշանակում է ցերեկ է, մելատոնին պետք չէ, եւ ահա թե ինչ է կատարվում։ Երեկոյան ժամը 9 է, դրսում մութ է, մարմինը պատրաստ է արտադրել մելատոնին, բայց դուք նստած եք հեռուստացույցի առջև։ Վառ էկրանը խփում է ձեր աչքերին, ուղեղը ազդանշան է ստանում, լուսավոր է։ Դեռ ցերեկ է, մելատոնին բաց չթողնել։ Դուք նայում եք մինչև 11-ը, անջատում եք հեռուստացույցը, պառկում եք եւ սպասում, որ ակնթարթորեն կքնեք։ Բայց մելատոնինը չհասցրեց կուտակվել։ Այն քիչ է, դուք դժվարությամբ եք քնում, քունը մակերեսային է, խորը փուր գրեթե չկա, եւ ժամը 3-4-ին, բամ, արթնանում եք, որովհետեւ մելատոնինը վերջացավ ավելի շուտ, քան պետք է։ Վարդան Պետրոսյանը անում էր հենց դա ամեն երեկո 3 տարի շարունակ։ Նա ուղղեց սնունդը, ավելի լավ դարձավ, բայց լույսը շարունակում էր քանդել նրա քունը ներսից։ Ինչ աներ։ Կոնկրետ կանոններ։ Կանոն առաջին. քնելուց 2 ժամ առաջ նվազագույն վառ լույս։ Ոչ մի հեռուստացույց, ոչ մի հեռախոս, ոչ մի համակարգիչ։ Լսում եմ առարկություն։ Իսկ ինչ անել երեկոյան։ Ձանձրալի է չէ, պատասխանում եմ։ Կարդացեք թղթե գրքեր, զրուցեք ընտանիքի հետ, լսեք ռադիո կամ աուդիո գրքեր, զբաղվեք հանգիստ գործերով, գործել, խաչ բարեր, սեղանի խաղեր։ Զբոսնեք դրսում,
Երեկոյան լույսը վառ չէ, այն չի խանգարում մելատոնինին։ Գիտեմ, սա հնչում է ինչպես անցյալ դար, բայց անցյալ դարում մարդիկ քնում էին նորմալ, իսկ մենք՝ ոչ։ Գուցե կապ կա։ Կանոն 2. Եթե բոլորովին չեք կարող առանց էկրանի կամ փողզիչումներ, հեռախոսը եւ համակարգիչը միացրեք գիշերային ռեժիմի։ Այն հեռացնում է կապույտ լույսը, փոխարինում դևինով։ Կապույտ լույսը մելատոնինի գլխավոր մարդասպանն է, դևինը պակաս վնասակար։ Հեռուստացույցից նստեք հեռու, ոչ թե 2 մետր, այլ 4։ Նվազեցրեք պայծառությունը մինչև նվազագույն։ Եվ մի նայեք մթության մեջ։ Միացրեք ոչ պայծառ լամպ կողքից, որպեսզի կոնտրաստը փոքր լինի։ Էլ ավելի լավ է հատուկ ակնոցներ նարնջագույն կամ դեղին ոսպնյակներով։ Դրանք արգելափակում են կապույտ լույսը, կոպեկներ արժեն։ Հագնում եք քնելուց 2 ժամ առաջ եւ կարող եք նայել ինչ ուզում եք։ Ուղեղը կարծում է, որ արդեն մայրամոտ է։ Կանոն 3. Առավոտյան հակառակը։ Վառ լույս արթնանալուց անմիջապես հետո բացեք վարակույրները, դուրս եկեք պատշգամբ, 15 րոպե առավոտյան լույս եւ ձեր ցիրկադային ռիթմերը ընկնում են տեղը։ Սա աշխատում է 2 ուղղությամբ։ Երեկոյան մթություն մելատոնինի համար, առավոտյան լույս կորտիզոլի համար։ Ճիշտ կորտիզոլ առավոտյան, դա ճիշտ մելատոնին է երեկոյան։ Ամեն ինչ կապված է։ Վերադառնանք Վարդան Պետրոսյանին։ Ես նրան ասացի. հեռուստացույցը անջատում ենք ժամը 9-ին։ Նա ինձ նայեց այնպես, ասես ես առաջարկեցի նրան կտրել ձեռքը։ Ասում է. բժիշկ, ես 30 տարի հեռուստացույց եմ նայում քնելուց առաջ։ Դա իմ միակ հաճույքն է։ Ես ասացի. Վարդան Պետրոսյան, իսկ քունը հաճույք չէ։ Արոյի գարթնանալը հաճույք չէ։ Նա լռեց։ Կինն ասում է. արի փորձենք գոնե 1 շաբաթ։ Եթե չօգնի, կվերադարձնես քո հեռուստացույցը։ Նա համաձայնեց, դժկամությամբ, բայց համաձայնեց։ 1 շաբաթ անց կինը զանգահարեց, լալիս էր լսափողի մեջ։ Ասում է. բժիշկ, նա քնում է առաջին անգամ 3 տարվա ընթացքում, քնում է մինչև ժամը 6-ը։ Ես ինքս չէի կարողանում հավատալ։ Գնում էի ստուդիելու, շնչում է արդյոք։ Վարդան Պետրոսյանը հետո ինքը եկավ, արդեն առանց կնոջ, նստել էր դիմացս եւ ասում էր. ես չեմ հասկանում ինչպես է սա աշխատում, բայց սա աշխատում է։ Ես նորից մարդ եմ։ Ահա ձեզ 2 տար, սնունդ եւ լույս։ Մարդկանց մեծամասնության համար սա բավական է։ Խնդրի 80%-ը լուծվում է այստեղ, բայց կա եւս 20%, եւ դրանք նենգ են, որովհետեւ դա այն է, ինչը դուք չեք տեսնում, այն, ինչը թաքնվում է ձեր ննջասենյակում եւ վնասում ձեզ ամեն գիշեր։ Դուք նույնիսկ չեք կասկածում։ Հաջորդ մասում քնի թաքնված թշնամիները։ Բաներ, որոնք թվում են անվնաս կամ նույնիսկ օգտակար, բայց իրականում քանդում են ձեր հանգիստը։ Այդ թշնամիներից մեկը կա գրեթե յուրաքանչյուր տանը։ Մարդիկ այն դնում են հատուկ, մտածում են, որ օգնում է քնել, իսկ այն անում է հակառակը։ Ինչ է դա շուտով կիմանաք։ Այսպիսով, թաքնված թշնամիներ։ Բաներ, որոնք գտնվում են ձեր ննջասենյակում հենց հիմա։ Դուք դրանք չեք նկատում կամ մտածում եք, որ դրանք անվնաս են, իսկ դրանք ամեն գիշեր գողանում են ձեզանից քունը։ Թշնամի համար 1. ջերմաստիճանը։ Այ ասեք, ինչ ջերմաստիճան է ձեր ննջասենյակում։ Մարդկանց մեծամասնությունը կասի. դե տաք հարմարավետ 25 աստիճան, ձմռանը ջեռուցումը վառում է, ամռանը տոթ է, բայց տանելի։ Սա սխալ է, մեծ սխալ։ Լավ քնի համար ջերմաստիճանը պետք է լինի 16-19 աստիճան։ Այո, դուք չսխալվեցիք, 16-19։ Զով, գրեթե ցուրտ։ Ինչու՞։ Որովհետև քնելու համար ձեր մարմնին պետք է սառչել։ Սա ֆիզիոլոգիա է։ Մարմնի ներքին ջերմաստիճանը ընկնում է 1-5 աստիճանով։ Երբ դուք քնում եք, եթե սենյակում շոգ է, մարմինը տեղ չունի ջերմությունը գցելու, այն փորձում է հովանալ, չի կարողանում սթրես, կորտիզոլ, արթնացում։ Գիտեք ինչու է ամռանը ավելի վատ քնվում, քան ձմռանը։ Ոչ միայն երկար լուսային օրվա պատճառով, ջերմաստիճանի պատճառով։ Շոգին օրգանիզմը չի կարողանում նորմալ հովանալ։ Ինչ անել։ Օդափոխել ննջասենյակը քնելուց առաջ։ Ձմռանը բացել պատուհանը 15 րոպեով։ Ամռանը օդորակիչ կամ օդափոխիչ։ Քնել տաք վերմակի տակ զով սենյակում։ Սա իդեալական է։ Մարմինը հովանում է դրսից, տաք հանում է վերմակի տակ։ Բալանս։ Իմ մի պացիենտուհի Տամարա Սարգսյանը 61 տարեկան տանջվում էր անքնությունից հենց դրա պատճառով։ Վախենում էր միջանցիկ քամիներից։ Քնում էր տաք պիժամայով 2 վերմակի տակ, պատուհանները խցանված էին։ Արթնանում էր քրտինքի մեջ ամեն գիշեր։ Մտածում էր կլիմաքս է, ջերմահորդանքներ։
Իսկ դա պարզապես բաղնիք էր ննջասենյակում։ Բացեց օդանցքը, հանեց մի վերմակը, 4 օր անց սկսեց նորմալ քնել։ 4 օր։ Թշնամի համար 2, բարձ։ Դարձը, դա ցավ է պարանոցում։ Ցավը պարանոցում լարվածություն է։ Լարվածությունը միկրոարթնացում է։ Դուք դրանք չեք հիշում, բայց դրանք կան։ Ամեն անգամ, երբ պարանոցը թմրում է, ուղեղը մի փոքր արթնանում է։ Դուք շուռումուռ եք գալիս, փոխում եք դիրքը, խորը քունը ընդհատվում է, որ բարձն է ճիշտ։ Այն, որի դեպքում ձեր պարանոցը ուղիղ գիծ է կազմում ողնաշարի հետ։ Չի թեքվում վերև, չի կախվում ներքև։ Ուղիղ գիծ մարդկանց մեծամասնության համար սա միջին բարձրության բարձն է։ Ոչ տափակ, ոչ փքուն։ Եթե քնում եք կողքի վրա, մի փոքր բարձր, մեջքի վրա, մի փոքր ցածր, փորի վրա գրեթե տափակ։ Չեմ գովազդի կոնկրետ բրենդներ, պարզապես ստուգեք։ Երբ պառկած եք, խնդրեք որևէ մեկին նայել կողքից։ Պարանոցը ուղիղ է, լավ է։ Ծրվում է փոխեք բարձը։ Թշնամի համար 3, լույս սարքերից։ Հեռուստացույց ննջասենյակում, սպասման ռեժիմի կարմիր լամպիկ, ռոուտեր, թարթող լույսեր, հեռախոսի լիցքավորիչ, ինդիկատոր, էլեկտրոնայի ժամացույց, լուսարձակող թվեր։ Մանրուքներ, ոչ, ձեր ուղեղը արձագանքում է լույսին նույնիսկ փակ կոպերի միջով։ Նույնիսկ լույսի փոքրիկ կետը ազդանշան է ուղարկում։ Դեռ լիակատար մթություն չէ, դեռ ամբողջովին գիշեր չէ։ Մելատոնինը ավելի վատ է արտադրվում։ 2019 թվականի հետազոտություն։ Մարդիկ, ովքեր քնում էին լիակատար մթության մեջ, ունեին 23%-ով ավելի շատ խորը քուն, քան նրանք, ում սենյակում լույսի աղբյուրներ կային։ 23% ինչ-որ լամպիկներից, ինչ անել։ Կամ փակցրեք բոլոր ինդիկատորները սև մեկուսի ժապավենով, կամ հանեք սարքերը ննջասենյակից, կամ ամենապարզը, գնեք քնի դիմակ, ֆիտ, առանց ճեղքերի, կոպեկներ արժե։ Էֆեկտը հսկայական է։ Թշնամի համար 4, ամենանենգը, այն ինչ դուք գնել եք հատուկ առողջության համար, օդի խոնավացուցիչ, կամ իոնիզատոր, կամ արոմալամպ, եթերայուղերով, հիմա շատերը լարվեցին։ Սպասեք, կասեք դուք։ Սրանք օգտակար բաներ են։ Բժիշկները խորհուրդ են տալիս։ Համացանցում գրում են, պարզաբանում ենք։ Խոնավացուցիչ, այո, չոր օդը վատ է։ Այո, ձմռանը ջեռուցումը չորացնում է։ Բայց եթե խոնավացուցիչը աշխատում է սխալ կամ դուք այն չեք մաքրում, դրա մեջ բորբոս եւ բակտերիաներ են առաջանում, եւ դուք ամբողջ գիշեր շնչում եք այդ աղբը։ Արդյունքը՝ փակված քիթ, լորձաթաղանթի գրգռում, ծանր շնչառություն, արթնացում։ Եթե ունեք խոնավացուցիչ, երբեք վերջին անգամ լվացել այն 1 ամիս առաջ 2։ Նայեք ներսը, վարդագույն կամ սև նստվածքը հենց դա է։ Թափեք ջուրը ամեն օր, լվացեք շաբաթը 1 անգամ կամ մի օգտագործեք ընդհանրապես։ Իոնիզատոր, գեղեցիկ գաղափար։ Մաքրել օդը, հագեցնել բացասական իոններով, ինչպես սարերում։ Գործնականում էժան իոնիզատորների մեծ մասը արտադրում են օզոն, իսկ օզոնը մեծ կոնցենտրացիաներում գրգռում է շնչուղիները։ Դուք քնում եք լեռնային օդում, իսկ արթնանում եք չոր կոկորդով եւ գլխացավով։ Արոմալամպ, նարդոս քնի համար, բոլորը լսել են։ Բայց եթե դուք ունեք թեկուզ չնչին ալերգիա կամ զգայունություն, եթերայուղերը կարող են առաջացնել լորձաթաղանթի այտուց։ Քթայի շնչառությունը դժվարանում է, դուք սկսում եք շնչել բերանով։ Խրամփոց, արթնացում, չորություն բերանում գիշերը ժամը 3-ին։ Ես չեմ ասում, որ այդ բաները չարիք են։ Ես ասում եմ, եթե դուք դրանք օգտագործում եք եւ միևնույն ժամանակ վատ եք քնում, փորձեք 1 շաբաթ առանց դրանց, պարզապես հեռացրեք։ Եթե քունը լավանա, ահա ձեզ պատասխանը։ Եվս մի քանի թաքնված գործոններ։ Արագ անցնեմ։ Հոտեր, լվացքի փոշի ուժեղ բույրով, օդի թարմացուցիչ ննջասենյակում, օծանելիք գիշերազգեստի վրա։ Այս ամենը պոտենցիալ գրգռիչներ են։ Ուղեղը մշակում է հոտերը նույնիսկ քնած ժամանակ։ Եթե հոտը սուր է, միկրոստրես, միկրոարթնացում, տկտկացող ժամացույց, սառնարան պատի հետևում, կաթկթացող ծորակ։ Դուք սովորել եք, դուք չեք լսում, իսկ ուղեղը լսում է։ Եվ յուրաքանչյուր ձայն վտանգի փոքրիկ ազդանշան է։ Նախնադարյան մեխանիզմ։ Խշշոց թփերում։ Գուցե գիշատիչ է, պետք է արթնանալ, ստուգել, ականջի խցամներ, բերուշներ, պարզ լուծում, կամ սպիտակ աղմուկի գեներատոր, հավասարաչափ աղմուկ, որը քողարկում է մնացած բոլոր ձայները։ Կարելի է հավելված հեռախոսում, կարելի է հատուկ սարք։ Զուգընկեր, այո, ձեր կողքի մարդը կարող է լինել ձեր քնի թշնամին։ Խրմփոց, շուրումուռ գալը, տարբեր ռեժիմներ։
Մեկը պառկում է 10-ին, մյուսը առաջին։ Տարբեր ջերմաստիճանային նախասիրություններ։ Սա հսկայական թեմա է։ Ես կարող էի 1 ժամ խոսել միայն սրա մասին։ Եթե զուգընկերը խրամփացնում է, դա պարզապես անհարմարություն չէ, դա բժշկական խնդիր է, եւ նա պետք է գնա բժշկի։ Եթե ձեր ռեժիմները բոլորովին տարբեր են, երբեմն առանձին ննջասենյակները փրկում են ոչ միայն քունը, այլև ամուսնությունը։ Սա անոթ չէ։ Պրակտիկ է։ Հիմա մենք վերլուծեցինք թաքնված թշնամիներին։ Ջերմաստիճան, բարձ, լույս, սարքեր, հոտեր, ձայներ։ Այս ամենը կարևոր է, այս ամենը ազդում է։ Բայց կա արձանագրության 3-րդ տարրը, ամենակարևորը։ Այն, առանց որի առաջին երկուսը աշխատում են միայն կիսով չափ։ Այս տարրը կապված չէ մարմնի հետ, սենյակի հետ, այն կապված է ուղեղի հետ, նրա հետ, ինչ կատարվում է ձեր գլխում, երբ դուք պառկում եք քնելու։ Եվ ահա այստեղ ուշադրություն, ես կասեմ մի բան, որը հակասում է այն ամենին, ինչ դուք լսել եք քնի մասին։ Բոլոր այդ խորհուրդներին թուլացման մասին, մտքերը բաց թողնելու մասին, շնչառական տեխնիկաների մասին, դա չի աշխատում։ Ոչ այնպես, ինչպես ձեզ պատմել են։ Եվ ես կբացատրեմ, ինչու, եւ կտամ ձեզ այն, ինչ իրականում աշխատում է։ Գնացինք հաջորդ մաս։ Ձեզ ասել են, քնելու համար պետք է թուլանալ, բաց թողնել մտքերը, չմտածել խնդիրների մասին, կենտրոնանալ շնչառության վրա։ Դուք փորձել եք, պառկել եք, շնչել եք, փորձել եք չմտածել։ Եվ ինչ էր տեղի ունենում։ Որքան շատ էիք փորձում չմտածել, այնքան շատ էիք մտածում։ Որքան ուժև էիք ջանում թուլանալ, այնքան ուժև էիք լարվում։ Ծանոթ է։ Դա նրանից չէ, որ դուք ինչ-որ բան սխալ էիք անում, այլ որովհետև խորհուրդն ինքնին սխալ է։ Հիմա կբացատրեմ ինչու։ Ձեր ուղեղը համակարգիչ չէ։ Նրան չի կարելի անջատել կոճակով։ Նա աշխատում է անընդհատ։ Նույնիսկ երբ դուք քնած եք, նա աշխատում է, մշակում է տեղեկատվությունը, տեսակավորում է հիշողությունները, լուծում խնդիրներ։ Եվ ահա թե ինչ է կարևոր։ Ուղեղը չի կարողանում բաց թողնել չավարտված գործերը։ Սա կոչվում է Զեյքարնիկի էֆեկտ։ Խորհրդային հոգեբանը հայտնաբերել է այն գրեթե 100 տարի առաջ։ Էությունը պարզ է։ Չավարտված խնդիրը զբաղեցնում է հիշողությունը ավելի ուժեղ, քան ավարտվածը։ Մատուցողը ռեստորանում հիշում է բոլոր չփակված պատվերները։ Հենց Սևանը հաշվարկ է կատարում, մոռանում է ակնթարթորեն, որովհետև խնդիրը ավարտված է։ Ձեր ուղեղը երեկոյան նման է 20 բաց պատվերով մատուցողի։ Վաղը զանգել բժշկին, չմոռանալ վճարել կոմունալները, ինչ որ բան ասել դստերը, գնել դեղ, ստուգել ճնշումը, զբաղվել արտահոսքով։ Դուք պառկում եք քնելու, ասում եք ուղեղին, վերջ, հանգստանում եք։ Իսկ նա պատասխանում է, ինչպես հանգստանում ենք։ Մենք 20 չփակված պատվեր ունենք, հանկարծ կմոռանանք։ Եվ սկսում է պտտել այդ մտքերը շրջանով, որպեսզի չմոռանա, որպեսզի պահի հիշողության մեջ։ Նա չի ծաղրում ձեզ, նա փորձում է օգնել, բայց օգնում է այնպես, որ դուք չեք կարողանում քնել։ Արձանագրության 3-րդ տարրը ուղեղի բեռնաթափում։ Ոչ թե թուլացում, ոչ թե մեդիտացիա, ոչ թե փորձ չմտածելու, այլ կոնկրետ գործողություն, որը ասում է ուղեղին. ամեն ինչ գրի է առնված, կարելի է բաց թողնել։ Սա աշխատում է նույն սկզբունքով, ինչ Զեյքարնիկի էֆեկտը։ Եթե խնդիրը գրի է առնված, ուղեղը համարում է այն հանձնված։ Այն այլևս իր պատասխանատվությունը չէ։ Այն թղթի վրա է, կարելի է անջատվել։ 2018 թվականի հետազոտություն։ Բեյլորի համալսարան, քնելու խնդիրներ ունեցող մարդկանց 2 խումբ։ Առաջին խմբին ասացին. քնելուց առաջ գրեք ցուցակային ամենի, ինչ դուք արել եք օրվա ընթացքում։ Երկրորդ խմբին. գրեք ցուցակային ամենի, ինչ պետք է անեք վաղը։ Արդյունքը. առաջին խումբը քնում էր միջինում 16 րոպեում, երկրորդը 9 րոպեում, գրեթե 2 անգամ ավելի արագ։ Անցյալը գրի առնելը չի օգնում, ապագան գրի առնելը օգնում է, որովհետև հենց ապագա խնդիրներն են պտտվում գլխում, հենց դրանք է ուղեղը վախենում մոռանալ։ Բայց կա նրբություն, կարևոր է ոչ միայն գրել, կարևոր է ինչպես գրել։ Որովհետև եթե գրեք սխալ, էֆեկտ չի լինի, կամ կլինի հակառակ էֆեկտը, էլ ավելի շատ տագնապ։ Հիմա կտամ ձեզ հստակ տեխնիկա, այն, որը ես տալիս եմ իմ պացիենտներին, այն, որն աշխատում է։ Տեխնիկան կոչվում է ցուցակ վաղվա համար։ Արվում է քնելուց 15-20 րոպե առաջ։ Պետք են թուղթ եւ գրիչ, ոչ հեռախոս։ Թուղթը կարևոր է գրել ձեռքով։ Ուղեղի այլ բաժիններ են միանում, ավելի լավ է ֆիքսվում։ Փայլ առաջին, նստեք, ոչ թե պառկած, նստած սեղանի մոտ կամ բազկաթոռին։ Վերցրեք թուղթ, քայլ երկրորդ,
Գրեք վերնագիրը, վաղը եւ վաղվա ամսաթիվը։ Հայր 3. Գրեք այն ամենը, ինչ ձեզ անհանգստացնում է, այն ամենը, ինչ պտտվում է գլխում։ Մի ֆիլտրեք, մի գնահատեք, կարևոր է դա թե ոչ։ Պարզապես գրեք, զանգել բժշկին, դասավորել պահարանը, խոսել որդու հետ, ստուգել հաշիվը, գրանցվել անալիզների։ Ինչ ուզում եք, դերեք, մինչև մտքերը վերջանան։ Սովորաբար դա 7-15 կետ է։ Քայլ 4. Նայեք ցուցակին։ Ընտրեք 3, առավելագույնը 3 գլխավոր խնդիր վաղվա համար։ Շրջանակի մեջ առեք դրանք կամ աստրիկ դրեք։ Ինչու 3? Որովհետև ավելին անիրական է։ Դուք միևնույնը չեք անի, իսկ անիրական ցուցակը ստեղծում է տագնապ, հանգստության փոխարեն։ Քայլ 5. Մնացած կետերը պարզապես թողեք։ Դրանք գրի են առնված։ Դրանք ոչ մի տեղ չեն կորչի։ Դուք կվերադառնաք դրանց վաղը չէ մյուս օրը կամ մեկ շաբաթից։ Քայլ 6. Ասեք բարձրաձայն կամ մտքում, վաղը ես կանեմ այս 3 բանը։ Մնացածը կսպասի։ Հիմա ես պարկում եմ քնելու։ Սա կարևոր է արտասանել։ Ուղևին պետք է հրաման ավարտման համար։ Բառային վերջակետ։ Դրեք ցուցակը մահճակալի կողքին։ Եթե գիշերը միտք ծագի, դուք գիտեք, որ այն գրված է։ Պետք չէ պահել գլխում, կարելի է բաց թողնել։ Պարզ է հնչում։ Այո, աշխատում է զարմանալիորեն լավ։ Իմ պացիենտները սկսում են քնել 10-15 րոպեում 1 ժամվա փոխարեն, արդեն 3-4-րդ օրը։ Հիմա եկեք հավաքենք ամեն ինչ միասին։ Լրիվ արձանագրություն 3 տարր։ Տար առաջին, սննդի պատուհան։ Վերջին սննդի ընդունումը քնելուց 4-5 ժամ առաջ։ Ընթրիքին, սպիտակուց եւ բանջարեղեն։ Ոչ մի արագ ածխաջուր, քաղցր, ալկոհոլ։ Սուրճ միայն մինչև ցերեկվա 2-ը։ Տար երկրորդ, լուսային ռեժիմ։ Քնելուց 2 ժամ առաջ նվազագույն վառ լույս։ Ոչ մի էկրան կամ էկրանները գիշերային ռեժիմով։ Թուլացած լուսավորություն։ Ննջասենյակում լիակատար մթություն։ Առավոտյան վառ լույս արթնանալուց անմիջապես հետո։ Տար 3. Ուղևի բեռնաթափում։ Քնելուց 15-20 րոպե առաջ վաղը թղթի վրա։ Այն ամենը, ինչ անհանգստացնում է, դուրս գրել։ 3 գլխավոր խնդիր, առանձնացնել, արտասանել ավարտման հրամանը։ 3 տարր, 0 դրամ, 15-20 րոպե երեկոյան։ Ահա եւ ամբողջ արձանագրությունը։ Պլյուս, վերացրեք թաքնված թշնամիներին։ Ջերմաստիճանը 16-19 աստիճան։ Ճիշտ բարձ։ Ոչ մի լույս սարքերից։ Ստուգեք խոնավացուցիչը, եթե կա։ Հեռացրեք սուր հոտերը։ Սա խնդրի լուծման 90%-ն է։ Իսկ հիմա հարց, որը դուք պետք է տաք։ Եթե ամեն ինչ այսքան պարզ է, ինչու ոչ բոլորն են դա անում։ Ինչու միլիոնավոր մարդիկ շարունակում են տանջվել։ Պատասխան, որովհետև իմանալը եւ անելը տարբեր բաներ են։ Դուք հիմա ամեն ինչ գիտեք։ 1 ժամ անց կփակեք այս տեսանյութը։ Վաղը կհիշեք կեսը։ 1 շաբաթ անց ոչինչ, եւ կշարունակեք ուտել երեկոյան ժամը 9-ին, նայել հեռուստացույց մինչև 11-ը եւ քնել 20 մտքերով գլխում։ Այդպես է լինում մարդկանց 90%-ի հետ։ Բայց դուք կարող եք լինել այն 10%-ի մեջ, ովքեր անում են, ովքեր փոխում են կյանքը։ Ինչպես ընկնել այդ 10%-ի մեջ, ես կպատմեմ վերջին մասերում։ Ցույց կտամ, թե ինչ սպասել առաջին շաբաթում, առաջին ամսում, ինչ դժվարություններ կլինեն, ինչպես հաղթահարել դրանք։ Եվ ամենավերջում կտամ ձեզ մեկ գաղտնիք, գլխավորը։ Այն, որը ես չեմ տալիս բոլորին անխտիր, այն, որը վերածում է արձանագրությունը կփորձեմից, սա իմ նոր կյանքն է։ Քիչ մնաց։ Գնացինք, ես ձեզ չեմ խաբի։ Առաջին օրերը հեշտ չեն լինի։ Օր առաջին։ Դուք ընտրեցիք երեկոյան ժամը 6-ին, 9-ին անջատեցիք հեռուստացույցը, 10-ին գրեցիք ցուցակը, պարկեցիք 10:30-ին։ Երինչ, ամենայն հավանականությամբ ոչ մի առանձնահատուկ բան։ Գուցե կքնեք մի փոքր ավելի արագ։ Գուցե նույն կերպ, գուցե նույնիսկ ավելի վատ, որովհետև անսովոր է, որովհետև փորը կրկռում է, որովհետև ձանձրալի է առանց էկրանի, որովհետև գլխում միտք կա։ Դե ինչ-որ անհեթեթություն է չի օգնի։ Նորմալ է, մի հանձնվեք։ Օր երկրորդ։ Մոտավորապես նույն բանը։ Ստամոքսը դեռ բողոքում է, երեկոն թվում է երկար, ձեռքերը ձգվում են դեպի հեռախոսը։ Դուք պառկում եք եւ մտածում. իզուր է սա սկսեցի։ Շարունակեք։ Օր երրորդ։ Ահա այստեղ սովորաբար առաջին ճգնաժամն է։ Ուզում ես ամեն ինչ թողնել, ուզում ես ասել. դե ահա, 3 օր տանջվում եմ, օգուտը 0։ Ինտերնետի այս բժիշկը շարլատան է։ Ես ձեզ հասկանում եմ, 3 օրը շատ է, երբ ամեն երեկո ստիպված ես քեզ կոտրել։ Բայց 3 օրը ոչինչ է օրգանիզմի համար, որը 20-30 տարի ապրել է այլ կերպ։
Ձեր մարմնի ժամանակ է պետք վերափոխվելու համար, հորմոններին, բալանսավորվելու, ուղևին, հասկանալու նոր կանոնները։ Դիմացեք։ 4-րդ օրը բեկումնային է։ Օր 4-րդ։ Դուք արթնանում եք եւ հասկանում, որ ինչ-որ բան փոխվել է։ Գուցե դուք արթնացել եք ոչ թե 3:00-ին, այլ 5:00-ին։ Գուցե արթնացել եք 3:00-ին, բայց անմիջապես նորից քնել եք։ Գուցե վեր եք կացել զուգարան, բայց մեկ անգամ ոչ թե 3։ Փոքրիկ հաղթանակ։ Առաջինը։ Պահեք այն։ Օր 5-րդ։ Ստամոքսը դադարեց ապստամբել։ Երեկոյան արդեն այնքան էլ ուտել չեք ուզում։ Առանց հեռուստացույցի արդեն այնքան էլ ձանձրալի չէ։ Գտել եք ինչով զբաղվել։ Գիրք, զրույց կնոջ հետ, զբոսանք։ Դուք սկսում եք հասկանալ, այսպես էլ կարելի է ապրել։ Եվ սա նույնիսկ հաճելի է։ Օր 6-րդ։ Քնում եք ավելի արագ։ Առաջ պտտվում էիք կես ժամ, 1 ժամ, հիմա 15-20 րոպե։ Ցուցակն աշխատում է, մտքերը չեն պտտվում։ Պարկած եք եւ կարծես ընկղմվում եք։ Օր 7-րդ։ Ահա այն օրը, որը ես խոստացա։ Դուք արթնանում եք, նայում եք ժամացույցին, 6:37:00, առանց զարթուցիչի։ Ինքներդ պարկած եք եւ փորձում եք հասկանալ, ինչն այն չէ, իսկ հետո հասնում է, ամեն ինչ այն է։ Դուք քնեցիք մինչև առավոտ առանց արթնացումների կամ մեկ կարճ, աննկատ։ Եվ այս զգացողությունը, այն բառերով նկարագրել հնարավոր չէ։ Մարդիկ լալիս են։ Ես լուրջ եմ ասում։ Հասուն մարդիկ, ովքեր չեն լացել 20 տարի, լալիս են, երբ առաջին անգամ տարիների ընթացքում արթնանում են քնած։ Սա երաշխիք չէ։ Ոմանց մոտ 7-րդ օրը 5-րդն է, ոմանց մոտ 10-րդը, ոմանց մոտ 14-րդը։ Կախված է խնդրի խորությունից, տարիքից, ուղեկցող հիվանդություններից, բայց եթե դուք ազնվորեն անում եք արձանագրությունը, այդ օրը անպայման կգա։ Առաջին ամիս, երկրորդ շաբաթվա վերջին լավ քունը դառնում է նոր։ Ոչ ամեն գիշերն է իդեալական, բայց գիշերների մեծ մասը։ 7-ից 5-ը, 7-ից 6-ը, դուք սկսում եք նկատել այլ բան։ Էներգիա ցերեկը։ Դուք այլևս չեք սողում մինչև կեսօր եփած ճանճի պես։ Դուք վեր եք կենում եւ ապրում եք, աշխատում եք, շարժվում եք, մտածում եք։ Տրամադրությունը, դյուրագրգռությունը անցնում են։ Այն ինչ նախկինում հունից անում էր, հիմա պարզապես մանրուք է։ Կինն ասում է, դու ինչ-որ ուրիշ ես դարձել բարի։ Հիշողությունը։ Անունները, որ մոռանում էիք, բառերը, որ պտտվում էին լեզվի ծայրին։ Մեկ էլ հանկարծ հիշում եք, ուղեղը մաքրվում է, աշխատում է։ Առաջին ամսվա վերջին դուք այլ մարդ եք։ Չեմ չափազանցնում։ Իմ մի պացիենտ, Գևորգ Հովհաննիսյանը, 72 տարեկան, ինձ ասաց մեկ ամիս անց. բժիշկ, ես մտածում էի, որ ծերությունը այն է, երբ ամեն ինչ ցավում է եւ ոչինչ չես ուզում։ Պարզվում է, դա պարզապես քնի պակաս էր։ Ես նորից ուզում եմ ապրել։ 3 ամիս։ Այստեղ սկսվում է իսկական տրանսֆորմացիան։ Մարմինը վերակառուցվում է բջջային մակարդակում։ Ճնշումը կայունանում է։ Շատերը հանում են դեղերը կամ նվազեցնում դոզան։ Շաքարը արյան մեջ հավասարվում է։ Նախադիաբետիկները վերադառնում են նորմայի։ Քաշը գնում է հատկապես փորից, այնտեղ, որտեղ կուտակվում էր կորտիզոլը։ Իմ պացիենտուհի Զինայդա Մելքոնյանը, 66 տարեկան, եկավ անքնությամբ, հիպերտոնիայով, 15 կիլոգրամ ավելորդ քաշով։ 3 ամիս արձանագրությունից հետո քնում է 8 ժամ, ճնշումը 128-րդ, առանց դեղերի 7 կիլոգրամ։ Նա չէր նստել դիետայի, չէր զբաղվել սպորտով, միայն արձանագրությունը։ 3 տար։ Քունը հիմքն է։ Երբ հիմքը ամուր է, մնացած ամեն ինչ կառուցվում է ինքն իրեն։ Հիմա սխալների մասին։ Տիպիկ փոցվեր, որոնց վրա կանգնում են։ Սխալ առաջին։ Ամեն ինչ կամ ոչինչ։ Մարդիկ փորձում են ներդնել ամեն ինչ միանգամից։ Ընթրիքը 6-ին, հեռուստացույցը անջատել, ցուցակ գրել, ջերմաստիճանը իջեցնել, բարձը փոխել, դիմակ գնել։ Առաջին 2 օրը հերոսաբար դիմանում են, 3-րդ օրը պայթում են ամեն ինչի վրա։ Պետք չէ այդպես։ Սկսեք 1 տարից, սննդից։ 1 շաբաթ միայն սնունդ, հետո ավելացրեք ռույսը։ Եվս 1 շաբաթ, հետո ցուցակը, աստիճանաբար։ Սխալ 2-րդ, հանգստյան օրեր, 5 օր դիմանում են, ուրբաթ օրը մտածում են։ Դե 1 երեկո կարելի է թուրանալ։ Ընթրիք ժամը 10-ին, գինի, սերիալ մինչև գիշերվա 1-ը, շաբաթ օրը քնել մինչև 11-ը։ Վերջ, դուք խախտեցիք ռիթմը, կիրակի չեք կարողանում քնել, 2 շաբթի զոմբիի պես եք։ 4-շաբթի նոր ուշքի եք գալիս, ուրբաթ նորից ձախողում։ Ցիրկադային ռիթմերը չգիտեն հանգստյան օրեր բառը։ Մարմնի համար ամեն օր նույնն է։ 1 ձախողում, հետ քայլ 1 շաբաթով։ 2 ձախողում իրար հետևից,
Հետ քայլ 2 շաբաթով։ Եթե ուզում եք արդյունք, ռեժիմը պետք է լինի շաբաթը 7 օր, գոնե առաջին 2-3 ամիսը։ Հետո կարելի է երբեմն շեղվել, բայց սկզբում երկաթյա։ Սխալ 3. Սպասել ակնթարթային հրաշքի։ Ես ասացի 7-րդ օրը, ինչ որ մեկը հասկացավ։ 7-րդ օրը ես կքնեմ մանկան պես։ Ոչ, 7-րդ օրը դուք կտեսնեք առաջին արդյունքը։ Դա չի նշանակում, որ խնդիրը ամբողջությամբ լուծված է։ Դա նշանակում է, որ դուք ճիշտ ճանապարհին եք։ Լիակատար վերականգնումը ամիս 3, երբեմն կես տարի։ Կախված է նրանից, թե քանի տարի դուք նորմալ չեք քնել։ Համբերություն։ Եվ վերջինը, ամենակարևորը։ Ինչու որոշ մարդիկ անում են եւ ստանում արդյունք, իսկ մյուսները գիտեն, բայց չեն անում։ Որն է տարբերությունը նրանց միջև, ովքեր 1 ամիս անց քնում են մանկան պես, եւ նրանց, ովքեր 1 ամիս անց դեռ դիտում են YouTube գիշերը։ Դա կամքի ուժը չէ, մոտիվացիան չէ, կարգապահությունը չէ։ Դա մեկ գաղտնիք է, մեկ սկզբունք։ Այն, որը վերածում է կփորձեմ կանեմի, ես կպատմեմ այն վերջին մասում։ Սա կլինի վերջինը, ինչ դուք կլսեք այս տեսանյութում, եւ հնարավոր է ամենակարևորը։ Գնացինք ավարտելու։ Գլխավոր գաղտնիքը, այն, որը ես խոստացա, լսեք ուշադիր։ Սա տեխնիկա չէ, լայֆհակ չէ, սա սկզբունք է, որը փոխում է ամեն ինչ։ Ահա այն, որոշումը ընդունվում է 1 անգամ։ Հիմա կբացատրեմ։ Մարդկանց մեծամասնությունը ամեն երեկո որոշում է ընդունում նորից։ Ընտրել հիմա, թե սպասել, նայել եւս 1 սերիա, թե անջատել, վերցնել հեռախոսը անկողին, թե ոչ։ Ամեն երեկո պայքար, ամեն երեկո կամքի ուժ, ամեն երեկո հոգնածություն, իսկ նշանակում է կամքի ուժը 0-ի վրա է, եւ ամեն երեկո պարտություն։ Այդպես չի աշխատում։ Հաջողակ մարդիկ, նրանք ովքեր քնում են, ովքեր առողջ են, ովքեր հասնում են նպատակների, նրանք չեն ընդունում որոշում ամեն օր։ Նրանք ընդունել են այն 1 անգամ, 1 ընդմիշտ։ Ես չեմ ուտում երեկոյան ժամը 7-ից հետո։ Ոչ թե այսօր կփորձեմ չուտել, ոչ թե կաշխատեմ զերծ մնալ։ Ես չեմ ուտում 7-ից հետո։ Վերջակետ։ Սա չի քննարկվում։ Սա ամենօրյա ընտրության առարկա չէ։ Սա կանոն է, ինչպես ձգողականության օրենքը։ Դուք չեք մտածում ամեն առավոտ, թռչել այսօր պատշգամբից, թե ոչ։ Չեք մտածում, որովհետև դա հարց չէ, դա տվյալ է։ Դուք չեք թռչում պատշգամբից եւ վերջ։ Այդպես էլ պետք է լինի արձանագրության հետ։ Ես չեմ ուտում 7-ից հետո։ Ես անջատում եմ էկրանները ժամը 9-ին։ Ես գրում եմ ցուցակ քնելուց առաջ։ Չեմ աշխատի, չեմ փորձի, ես անում եմ։ Սա իմ կանոնն է։ Ես այդպիսի մարդ եմ։ Երբ դուք տեղափոխում եք գործողությունները ընտրություն կատեգորիայից կանոն կատեգորիա, պայքարը դադարում է, կամքի ուժ պետք չէ։ Դուք չեք ծախսում էներգիա մի որոշման վրա, որն արդեն ընդունված է։ Սա պարզ գաղտնիք է, բայց մարդիկ այն չեն հասկանում։ Նրանք ամեն երեկո պատերազմում են իրենց հետ եւ պարտվում, որովհետեւ երեկոյան ուժ չկա։ Երեկոյան ուզում ես թուլանալ։ Երեկոյան կանոնների հավես չկա, իսկ պետք է ոչ թե երեկոյան, այլ հիմա, այսօր, 1 անգամ։ Ընդունեք որոշում, ասեք ինքներդ ձեզ. այսօրվանից ես մարդ եմ, ով ընտրում է քնելուց 4 ժամ առաջ, ով անջատում է էկրանները 2 ժամ առաջ, ով գրում է ցուցակ։ Սա էքսպերիմենտ չէ, սա ես եմ։ Եվ ամեն ինչ կփոխվի։ Պատմեմ ձեզ Նորայրի մասին։ Վերջին պատմությունը այս տեսանյութում ամենակարևորը։ Նորայրը 69 տարեկան էր, երբ եկավ ինձ մոտ։ Ոչ քնի պատճառով, սրտի պատճառով։ 2 ինֆարկտ 3 տարում։ Սրտաբանն ասել էր, 3-րդը վերջինը կլինի։ Ես հարցրեցի, ինչպես է նա քնում։ Նա ձեռքը թափ տվեց, ասում է. դե ինչ քուն բժիշկ, ժամը 4-ը, այն էլ ընդհատումներով, արդեն մոտ 20 տարի, այդպես սովորել եմ։ Ես ասացի. Նորայր, ուզում եք ապրել մինչև 80։ Նա նայեց ինձ, ասում է. ուզում եմ թոռներս մեծանում են։ Ուզում եմ տեսնել ինչպես դպրոց կգնան։ Ես ասացի. ուրեմն ձեզ պետք է սովորել քնել։ Ոչ հաբեր, ոչ վիրահատություններ։ Քունը, սա կարևոր է մնացած ամեն ինչից։ Եվ պատմեցի նրան արձանագրությունը, 3 տարերը, այն ամենը, ինչ պատմեցի ձեզ։ Նա լսում էր լուր, հետո ասում է. բժիշկ, ես 69 տարեկան եմ։ Ես ամբողջ կյանքում ընտրել եմ 9-ին, ամբողջ կյանքում նայել եմ հեռուստացույց մինչև գիշեր։ Դուք ուզում եք, որ ես ամեն ինչ փոխեմ։ Ես ասացի. այո, հենց դա եմ ուզում։ Ինչ եք ուզում դուք, հեռուստացույց թե թոռներ։ Նա լռեց, երկար լռեց, հետո ասում է. թոռներ։ Դա 2 տարի առաջ էր։
Մեկ ամիս առաջ Նորայրը ուղարկեց ինձ լուսանկար։ Ինքը եւ Թորնոհին, սեպտեմբերի 1-ը։ Նա ժապավեններով, ինքը ծաղկե փնջով։ Երկուսն էլ ժպտում են։ Մակագրություն, բժիշկ, ապրեցի մինչև այսօրը։ Շնորհակալություն։ Ես հաճախ չեմ լալիս, բայց այստեղ չզսպեցի։ Սա քնի մասին չէ, հասկանում եք։ Սա երբեք քնի մասին չի եղել։ Սա կյանքի մասին է, տարիների մասին, որոնք դուք ունեք, մարդկանց մասին, ում դուք սիրում եք, նրա մասին։ Հանուն ինչի արժե արթանալ առավոտյան։ Քունը գործիք է եղանակ ստանալու այդ տարիները, այդ էներգիան, այդ կյանքը։ Եկեք ամփոփենք արդյունքները կարճ կետերով։ Վատ քունը 50-ից հետո նորմա չէ։ Դա խնդիր է, որը լուծվում է։ Գիշերային արթնացումների գլխավոր պատճառը ոչ տարիքն է, ոչ շագանակագեղձը, ոչ սթրեսը։ Դա ուտելիքն է քնելուց առաջ, եւ էկրանների լույսը, ֆիզիոլոգիան, հորմոնները, շաքարը արյան մեջ։ Արձանագրության 3 տարրերը։ Առաջինը՝ սննդի պատուհան, 4-5 ժամ քնելուց առաջ, սպիտակուց եւ բանջարեղեն։ Երկրորդը՝ լուսային ռեժիմ, ոչ մի էկրան 2 ժամ առաջ, մթություն ննջասենյակում։ Երրորդը՝ ուղեղի բեռնաթափում։ Ցուցակ վաղվա համար քնելուց առաջ, պլյուս, վերացրեք թաքնված թշնամիներին։ Ջերմաստիճան, բարձ, սարքերի լույս, ավելորդ գաջետներ։ Առաջին արդյունքները՝ 1 շաբաթ անց։ Կայուն էֆեկտը՝ 1 ամիս անց, տրանսֆորմացիա՝ 3 ամիս անց։ Գլխավոր գաղտնիքը՝ ընդունեք որոշում 1 անգամ։ Դարձեք մարդ, ով անում է այս բաները։ Չի փորձում, անում է, ահա եւ վերջ։ 1 ժամ տեղեկատվություն, 30 տարվա իմ փորձը, հարյուրավոր պացիենտներ, որոնց սա օգնել է։ Հիմա ձեր քայլն է։ Դուք կարող եք փակել այս տեսանյութը եւ մոռանալ։ Վերադառնալ ձեր կյանքին, ընթրիքներին ժամը 10-ին, սերիալներին մինչև կեսգիշեր, արթնացումներին ժամը 3-ին, կամ կարող եք ընդունել որոշում այսօր, հենց հիմա եւ 1 ամիս անց գրել ինձ մեկնաբանություններում։ Բժիշկ աշխատումը ես կսպասեմ այդ հաղորդագրությանը։ Լուրջ, ինձ համար յուրաքանչյուր այդպիսի հաղորդագրություն պարգև է, հաստատում, որ ես անում եմ ճիշտ գործ։ Ես ձեզ 3 խնդրանք ունեմ վերջում։ Առաջինը գրեք մեկնաբանություններում, թե որ տարից կսկսեք։ Սնունդ, լույս կամ ցուցակ, 1 բառ, սա կարևոր է։ Երբ դուք գրում եք, դուք պարտավորություն եք վերցնում ձեզ վրա, մյուսների առջև դա աշխատում է։ Երկրորդ, բաժանորդագրվեք ալիքին, եթե դեռ բաժանորդագրված չեք։ Ես տեղադրում եմ տեսանյութեր 50 անց առողջության մասին, առանց հրաշք միջոցների գովազդի, առանց ջրի, միայն այն, ինչ աշխատում է։ Զանգակը սեղմեք, կստանաք ծանուցումներ։ Եվ ես ունեմ Telegram ալիք, այնտեղ ես կիսվում եմ կարճ խորհուրդներով, պատասխանում եմ հարցերին, վերլուծում դեպքեր պրակտիկայից, հղումը տեսանյութի տակ նկարագրության մեջ է։ Եկեք այնտեղ ջերմ է։ Երրորդ խնդրանքը՝ ուղարկեք այս տեսանյութը նրան, ում այն պետք է։ Դուք հաստատ ունեք այդպիսի մարդ՝ մայր, հայր, եղբայր, քույր, ընկեր, հարևան, որևէ մեկը, ով գանգատվում է քնից, ով քայլում է մոխրագույն դեմքով, ով ասում է. ծերությունը ուրախություն չէ։ Ուղարկեք նրանց հղումը, ասեք, նայիր, սա կարևոր է։ Գուցե դուք կփոխեք ինչ-որ մեկի կյանքը։ Ինչպես Նորայրը փոխեց իրենը, ինչպես Լուսինե Գրիգորյանը, ինչպես Վարդան Պետրոսյանը։ 1 ժամ տեսանյութ, 1 որոշում, 1 նոր կյանք։ Իմ անունը Արմեն Ավետիսյան է, ես 55 տարեկան եմ։ Ես 30 տարի բուժում եմ մարդկանց, եւ ես հավատում եմ, որ դուք կհաղթահարեք։ Քնեք լիարժեք, ապրեք երկար, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում, եւ այո, բարի գիշեր։